Երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զինված մարդիկ ներխուժեցին Հայաստանի ազգային ժողովի դահլիճ, նրանք փնտրում էին ոչ թե մարդկանց, այլ մի բան շատ ավելի արժեքավոր։ 3 ժամ անց, երբ հատուկ ջոկատները մտան շենք, նրանք գտան արյունոտ աթոռներ, ցրված փաստաթղթեր եւ մի տարօրինակ դետալ, որը երբեք չհայտնվեց պաշտոնական հաշվետվություններում։ Կարեն Դեմիրճյանի աշխատասեղանի վրա պետք է լիներ սև կաշվե պատյանով պապկա, լի փաստաթղթերով, որոնք նա պատրաստել էր հենց այդ օրվա ելույթի համար։ Բայց այդ պապկան անհետացել էր։ Ովքեր վերցրին այն։ Ինչ էր պարունակում այդ փաստաթղթերը, որ դրանք պետք է անհետանային նույն օրը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ փաստաթղթերի բովանդակությունը կարող էր փրկել ամբողջ երկիրը։ Այսօր, 35 տարի անց, 3 նախկին անվտանգության աշխատակից, ովքեր այդ օրը պահպանում էին պարլամենտի շենքը, համաձայնել են խոսել առաջին անգամ։ Նրանք պահպանել են լռություն ավելի քան 3 տասնամյակ, քանի որ գիտեին այդ ճշմարտությունը կարող էր արժենալ նրանց կյանքը։ Բայց հիմա, երբ նրանք արդեն ծեր են եւ երեխաները հեռացել են երկրից աշխատանքի փնտրտուքով, նրանք որոշել են խոսել։ Ինչպես նկարագրում են նրանք այն պապկան։ Ինչու Դեմիրճյանը պահում էր այն իր աշխատասեղանի վրա, ոչ թե սեյֆում։ Եվ ինչու հենց այդ պապկան դարձավ առաջին բանը, որ անհետացավ այդ արյունոտ օրը։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Կարեն Դեմիրճյանի վերջին ծրագրերի մասին, յուրասին յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, յուրաքանչյուր տնտեսական պայմանագիր, յուրաքանչյուր ավանչուրանուն այն մարդկանց ցուցակում, ովքեր պետք է վերադառնային Հայաստան եւ վերականգնեին խորհրդային ժամանակների հզոր ձեռնարկությունները։ Հիմա պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ Հոկտեմբերի 22-ին, երբ Դեմիրճյանը վերջին անգամ մտավ իր աշխատասենյակ, այդ 12 մարդիկ տեսան, թե ինչպես է նա դնում սև պապկան սեղանի վրա եւ ասում. «Վաղը ամեն ինչ կփոխվի»։ Ինչն էր այնքան կարևոր այդ փաստաթղթերում, որ նա համոզված էր, մեկ ելույթը կարող է փոխել ամբողջ երկրի ճակատագիրը։ Կարեն Դեմիրճյանը չէր սովորական քաղաքական գործիչ, ով խոսում է բարձրաստիճան հանդիպումներում եւ մոռանում իր խոստումները։ Նա էր մարդը, ով անձամբ իմանում էր յուրաքանչյուր գործարանի, յուրաքանչյուր հարկի, յուրաքանչյուր մր մեքենայի համարանիշը։ Երբ նա այցելում էր Նաիրիթ, նա չէր շրջում ղեկավարների հետ, լսելով զեկուցումներ։ Նա իջնում էր արտադրամաս, մոտենում էր ռետինե ձեռնոցներով տեխնիկին եւ հարցնում. «Ինչու է այս մեքենան տալիս 10% ավելի քիչ արտադրանք, քան անցյալ ամիս»։ Եվ տեխնիկը պատասխանում էր, քանի որ գիտեր, այս մարդը իսկապես հասկանում է, թե ինչի մասին է խոսում։ Դեմից ժամանակներում Երևանում կառուցվեց մետրոպոլիտեն, որը դարձավ Անդրկովկասի առաջին մետրոն։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրը, որը կարող էր ընդունել 10,000 հանդիսատես, եւ տասնյակ գործարաններ, որոնք արտադրում էին ամեն ինչ, սկսած էլեկտրոնիկայից, մինչև ավտոմեքենանիկայից, մինչև ավտոմեքենաներ։ Բայց ամենակարևորը, նա ստեղծեց համակարգ, որտեղ յուրաքանչյուր բանվոր ուներ անվճար բուժօգնություն, անվճար հանգստյան տուն Սևանի ափին եւ վստահություն, որ նրա երեխաները կստանան բարձրակարգ կրթություն։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանը հայտնվեց տնտեսական աղետի եզրին։ Գործարանները կանգնեցին, քանի որ մատակարարման շղթաները խզվեցին։ Մարդիկ նստում էին մութ բնակարաններում, քանի որ էլեկտրականությունը կար օրական միայն 2 ժամ։ Միջին աշխատավարձը կազմում էր $30 ամսական, իսկ հացի գինը հասել էր $3 1 կիլոգրամի համար։ Բայց 1998 թվականին, երբ Կարեն Դեմիրճյանը վերադարձավ քաղաքականություն որպես ազգային ժողովի նախագահ, նա բերեց հետը ոչ թե դատարկ խոստումներ, այլ կոնկրետ ծրագիր։ Նա սկսեց գաղտնի բանակցություններ Մոսկվայի հետ վերականգնելու Նաիրիտի հումքի մատակարարումը։ Նա հանդիպեց եվրոպական ավտոարտադրողների հետ, ովքեր հետաքրքրված էին բացել հավաքման գործարաններ Երևանում։ Նա նույնիսկ համաձայնեցրեց ֆինանսավորում նոր տեխնոլոգիական պարկի համար, որը պետք է դառնար Անդրկովկասի սիլիկոնյան հովիտը։ Նախկին անվտանգության աշխատակիցներից մեկը հիշում է, թե ինչպես Դեմիրճյանը մի անգամ ասաց իր թիմին. «Մենք չենք կարող ապրել միայն ռեմիտանսներով եւ արտաքին օգնությամբ։ Մենք պետք է վերադառնանք այն, ինչ լավագույնն էինք անում՝ արտադրել բարձրորակ ապրանքներ եւ վաճառել դրանք ամբողջ աշխարհում»։ Եվ նա սկսեց հավաքել թիմ, ոչ թե քաղաքական դաշնակիցներից, այլ իրական մասնագերին, ովքեր աշխատել էին Նաիրիտում եւ Արմավտոյում խորհրդային ժամանակներում։ Նա հրավիրեց երիտասարդ տնտեսագետների, ովքեր սովորել էին Մոսկվայում եւ Լոնդոնում։ Նա նույնիսկ համոզեց մի քանի հայ միլիոնատերերի, ովքեր ապրում էին արտերկրում, վերադառնալ եւ ներդրումներ կատարել հայրենիքում։ Եվ այս ամենը նա արեց լռությամբ, առանց մեծ հայտարարությունների, քանի որ գիտեր,
Կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանը դառնա ուժեղ։ Բայց ամենահետաքրքիրը սկսվեց 1999 թվականի աշնանը։ Դեմիրճյանը սկսեց հավաքել փաստաթղթեր, պայմանագրեր, ֆինանսական հաշվարկներ, Տեխնիկական նկարագրություններ։ Նա պատվիրեց իր օգնականներին պատրաստել մանրամասն զեկույց, ինչպես կարելի է վերականգնել յուրաքանչյուր խոշոր գործարան առանց պետական բյուջեի մեծ ծախսերի։ Նա ստացավ գաղտնի համաձայնություն ռուսական մի խոշոր քիմիական կորպորացիայից, որը պատրաստ էր ներդրումներ կատարել Նայրիտում եւ վերսկսել արտադրությունը։ Նա նույնիսկ ստացավ նախնական համաձայնություն Գերմանիայի մի ավտոմոբիլային հսկայից, որը պատրաստ էր բացել հավաքման գիծ Երևանում, եթե Հայաստանը կարողանար ապահովել որակյալ աշխատուժ եւ կայուն էլեկտրամատակարարում։ Այս ամենը նա դրեց մի սև կաշվե պապկայի մեջ, որը պահում էր իր աշխատասեղանի վրա։ Ովքեր գիտեին այդ պապկայի մասին։ Ովքեր հասկացան, որ այդ փաստաթղթերը կարող էին փոխել ամբողջ երկրի ճակատագիրը։ Եվ ամենակարևորը, ովքեր վախեցան, որ եթե այդ ծրագիրը իրականանա, Հայաստանը կդադարի լինել թույլ եւ կախյալ երկիր։ 35 տարի անց առաջին անգամ խոսում է մարդը, ով պատասխանատու էր Կարեն Դեմիրճյանի անձնական անվտանգության համար։ Այն, ինչ նա պատմում է վերջին շաբաթների մասին, կշրջի այն ամենը, ինչ դուք կարծում եք, որ գիտեք։ Սկսած Դեմիրճյանի անձնական խոսակցություններից, մինչև հուսահատ փախուստի ծրագրերը, մինչև այն պահը, երբ նա հասկացավ, որ ամեն ինչ վերջացել է։ Սա բացառիկ վկայություն է, որը ձեզ կպահի շնչախեղտ։ Նրա անունը Արմեն է, եւ նա աշխատել է Դեմիրճյանի անվտանգության ծառայությունում 1998 թվականից։ Նա հիշում է, թե ինչպես առաջին անգամ տեսավ այդ սև պապկան 1999 թվականի սեպտեմբերին։ Նա բերեց այն մի առավոտ եւ դրեց սեղանի վրա, պատմում է Արմենը, ձեռքերը դեռ դողում են 35 տարի անց։ Ես հարցրի, արդյոք պետք է դնեմ այն սեյֆում, բայց նա ասաց՝ ոչ, այն պետք է լինի միշտ տեսանելի, որպեսզի յուրաքանչյուր առավոտ հիշեցնի ինձ, թե ինչու եմ այստեղ։ Արմենը պատմում է, որ Դեմիրճյանը յուրաքանչյուր օր, երբ մտնում էր իր աշխատասենյակ, առաջին բանը բացում էր այդ պապկան եւ կարդում մի քանի էջ։ Երբեմն նա ավելացնում էր նոր փաստաթղթեր, երբեմն հանում հինները, բայց պապկան միշտ մնում էր սեղանի վրա։ Ինչու էր այդ պապկան այդքան կարևոր։ Արմենը բացատրում է. Դեմիրճյանը չէր սովորական քաղաքական գործիչ, ով խոսում է ընդհանուր բառերով։ Նա էր ինժեներ, ով սիրում էր թվերը եւ կոնկրետ ծրագրերը։ Այդ պապկայում էին ոչ թե գեղեցիկ խոսքեր, այլ կոնկրետ հաշվարկներ։ Քանի միլիոն դոլար է պետք Նայիրիտը վերսկսելու համար։ Քանի աշխատատեղ կստեղծվի։ Քանի տարում կվերադարձվի ներդրումը։ Արմենը հիշում է մի դեպք, երբ Դեմիրճյանը ցույց տվեց նրան մի փաստաթուղթ պապկայից։ Դա էր նախնական պայմանագիր ռուսական Սիբուր կորպորացիայի հետ, որը պատրաստ էր ներդրել 50 միլիոն դոլար Նայիրիտի վերականգնման համար։ Նա ասաց ինձ. «Տեսնում ես այս ստորագրությունը։ Սա նշանակում է, որ 1000 աշխատատեղ կվերադառնա 1 տարվա ընթացքում», հիշում է Արմենը։ Բայց ամենահետաքրքիրը եղավ հոկտեմբերի սկզբին։ Արմենը նկատեց, որ Դեմիրճյանը սկսեց ավելի հաճախ փակել իր աշխատասենյակի դուռը, երբ աշխատում էր այդ պապկայի հետ։ Նա նաև սկսեց պահանջել, որ անվտանգության աշխատակիցները ստուգեն բոլոր այցելուներին ավելի մանրակրկիտ։ Մենք չէինք հասկանում, թե ինչու է նա այդքան նյարդայնացած, ասում է Արմենը։ Բայց հիմա, երբ նայում եմ հետադարձ, հասկանում եմ, նա գիտեր, որ ինչ-որ մեկը չի ուզում, որ այդ ծրագիրը իրականանա։ Հոկտեմբերի 15-ին Դեմիրճյանը ստացավ անանուն հեռախոսազանգ։ Արմենը չլսեց խոսակցությունը, բայց տեսավ, թե ինչպես Դեմիրճյանը դուրս եկավ իր աշխատասենյակից գունատ դեմքով։ Նա ասաց ինձ, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, համոզվիր, որ այդ պապկան հասնի Ռոբերտ Քոչարյանին, հիշում է Արմենը։ Սա էր առաջին անգամ, երբ Դեմիրճյանը խոսեց իր անվտանգության մասին այդպիսի լեզվով։ Հոկտեմբերի 26-ին, մեկ օր մինչև ողբերգությունը, Դեմիրճյանը մնաց իր աշխատասենյակում մինչև ուշ գիշեր։ Արմենը տեսավ, թե ինչպես նա վերջին անգամ դասավորեց փաստաթղթերը պապկայում եւ փակեց այն։ Նա նայեց ինձ եւ ասաց. «Վաղը ամեն ինչ կփոխվի», հիշում է Արմենը։ Ես հարցրի ինչպես, բայց նա միայն ժպտաց եւ ասաց. «Վաղը կտեսնես»։ Հաջորդ առավոտ, հոկտեմբերի 27-ին, Դեմիրճյանը վերցրեց այդ պապկան եւ գնաց պարլամենտ։ Սա էր վերջին անգամ, երբ Արմենը տեսավ այդ սև կաշվե պապկան։ Ինչ էր այդ պապկայում, որ այդքան վախեցրեց ինչ-որ մեկին։ Արմենը չգիտի ամբողջ բովանդակությունը, բայց նա հիշում է մի քանի դետալ։ Առաջին. պայմանագիր Սիբուրի հետ Նայիրիտի համար։ Երկրորդ. նախնական համաձայնություն գերմանական Օպելի հետ հավաքման գործարանի բացման համար Երևանում։ Երրորդ. ֆինանսական հաշվարկ, որը ցույց էր տալիս, թե ինչպես կարելի է վերականգնել բոլոր խոշոր գործարանները առանց արտաքին փոխառությունների,
միայն ներքին ռեսուրսների եւ ռազմավարական գործընկերների միջոցով։ Եվ 4. ամենակարևորը՝ սոցիալական ծրագիր, որը նախատեսում էր վերադարձնել անվճար բուժօգնությունը, անվճար հանգստյան տները եւ երաշխավորված աշխատավարձերը բոլոր բանվորներինին։ Բայց ով կարող էր վախենալ այդ ծրագրից։ Ով չէր ուզում, որ Հայաստանը դառնա ուժեղ եւ անկախ։ Արմենը չի ուզում անուններ տալ, բայց նա ասում է. կային ուժեր ներսում եւ դրսում, որոնք շահագրգռված էին, որ Հայաստանը մնա թույլ։ Ուժեղ Հայաստանը նշանակում էր մրցակից տարածաշրջանում, նշանակում էր երկիր, որը չի կախված արտաքին օգնությունից, նշանակում էր երկիր, որը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Եվ այդ ուժերը որոշեցին, որ Դեմիրճյանը եւ նրա պապկան չպետք է հասնեն այն կետին, երբ ծրագիրը կսկսի իրականանալ։ Մեկ շաբաթ առաջ նրա մահից Կարեն Դեմիրճյանը ունեցավ գաղտնի հանդիպում, որը երբեք չհայտնվեց որևէ պաշտոնական արձանագրությունում։ Մի օտար դեսպան ժամանեց գիշերը, անցավ 1 ժամ նախագահական գրասենյակում եւ հեռացավ առանց ողջույնի։ Վկաները ասում են, որ այդ զրույցից հետո Դեմիրճյանը դուրս եկավ գրասենյակից սպիտակ դեմքով։ Ինչ ասացին նրան այդ գիշերը։ Արդյոք նրան առաջարկեցին աքսորսոր, թե կարդացին մահվան դատավճիռը։ Ով էր այդ մարդը՝ KGB-ի գործակալ, ԿՀՎ-ի ուղարկյալ, թե ինչ-որ ավելի հզոր ուժի ներկայացուցիչ։ Արմենը հիշում է այդ գիշերը շատ լավ։ Ես պահպանում էի դուռը, երբ այդ մարդը եկավ, պատմում է նա։ Նա չուներ պաշտոնական ավտոմեքենա, չուներ պաշտպանություն, նույնիսկ չներկայացավ։ Նա պարզապես ասաց. «Պարզապես ասաց, ունեմ հանդիպում Դեմիրճյանի հետ»։ Եվ մենք թողեցինք նրան մտնել, քանի որ Դեմիրճյանը նախապես նախազգուշացրել էր մեզ։ Հանդիպումը տևեց ճիշտ 65 րոպե։ Արմենը չլսեց խոսակցությունը, բայց նա տեսավ, թե ինչպես այդ մարդը դուրս եկավ, սառը եւ անարտահայտ դեմքով։ Իսկ երբ Դեմիրճյանը դուրս եկավ, մի քանի րոպե անց նրա դեմքը ասում էր ամեն ինչ։ Նա նստեց իր աթոռին եւ երկար ժամանակ նայում էր պատուհանից, հիշում է Արմենը։ Ես մոտեցա եւ հարցրի. ամեն ինչ կարգին է, բայց նա միայն ասաց. Արմեն, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու գիտես թե ինչ անել։ Ով էր այդ գաղտնի այցելուն։ Արմենը չի կարող ասել անունը, բայց նա հիշում է մի քանի դետալ։ Մարդը խոսում էր ռուսերեն, մոսկովյան առոգանությամբ։ Նա ուներ դիվանագիտական անձնագիր, բայց ոչ մի պաշտոնական կարգավիճակ։ Եվ ամենակարևորը, նա բերեց հետը փոքր ծրար, որը թողեց Դեմիրճյանի սեղանին։ Ես տեսա այդ ծրարը հետո, երբ մաքրում էի գրասենյակը, ասում է Արմենը։ Դա էր ծրար փաստաթղթերով, ռուսերեն եւ անգլերեն։ Ես չկարողացա կարդալ դրանք, բայց տեսա մի քանի բառ. Նայրիտ, արմավտո, ներդրումներ, եւ տեսա մի նախադասություն, որը ընդգծված էր կարմիր մարկերով։ Այս ծրագիրը չի կարող իրականանալ։ Ինչու՞ չէր կարող իրականանալ։ Ով էր որոշել, որ Հայաստանը չպետք է ունենա ուժեղ տնտեսություն։ Արմենը չգիտե ճշգրիտ պատասխանը, բայց նա ունի իր տեսությունը։ Դեմիրճյանը չէր սովորական քաղաքական գործիչ, որին կարելի էր գնել կամ վախեցնել, բացատրում է նա։ Նա էր մարդ, ով իսկապես հավատում էր, որ Հայաստանը կարող է դառնալ ուժեղ եւ անկախ։ Եվ այդ հավատքը վտանգավոր էր նրանց համար, ովքեր ուզում էին, որ Հայաստանը մնա թույլ եւ կախյալ։ Արմենը հավատում է, որ այդ գաղտնի այցելուն եկավ նախազգուշացնելու Դեմիրճյանին. դադարեցրու քո ծրագիրը, կամ դու կվճարես գինը։ Բայց Դեմիրճյանը չդադարեցրեց։ Նա շարունակեց աշխատել իր սև պապկայի վրա, շարունակեց ավելացնել նոր փաստաթղթեր, շարունակեց պատրաստվել իր ելույթին հոկտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 21-ին, 6 օր մինչև ողբերգությունը, Դեմիրճյանը կանչեց Արմենին իր գրասենյակ եւ տվեց նրան մի փոքր ծրար։ Նա ասաց. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, տուր սա Քոչարյանին», հիշում է Արմենը։ Ես հարցրի. «Ինչու եք այդպես խոսում», բայց նա միայն ժպտաց եւ ասաց. «Պարզապես անվտանգության համար»։ Արմենը վերցրեց այդ ծրարը եւ դրեց իր անձնական սեյֆում։ Նա երբեք ոչինչ չի անում, բայց երբեք չի անում։ Չբացեց այն, բայց նա գիտեր, որ այնտեղ կային կարևոր փաստաթղթեր։ Հոկտեմբերի 27-ից հետո, երբ Արմենը փորձեց տալ այդ ծրարը Քոչարյանին, նրան ասացին, որ այլևս պետք չէ։ Նրանք ասացին. «Ամեն ինչ արդեն ավարտված է, մենք այլևս չենք կարիք ունենում այդ փաստաթղթերի», պատմում է Արմենը։ Նա դեռ պահում է այդ ծրարը իր տանը, բայց երբեք չի բացել այն։ Ես վախենում եմ, ասում է նա ազնվորեն։ Ես վախենում եմ, որ եթե բացեմ այն, ես կիմանամ ճշմարտությունը, որը կարող է արժենալ իմ կյանքը։ Բայց ամենակարևոր հարցը մնում է. ինչ էր այդ սև պապկայում, որը Դեմիրճյանը վերցրեց հետը հոկտեմբերի 27-ին։ Արմենը չգիտե ամբողջ բովանդակությունը, բայց նա լսել է խոսակցություններ նախկին պառլամենտի աշխատակիցների միջև։ Ըստ այդ խոսակցությունների, պապկան պարունակում էր 3 հիմնական բաժին։ Առաջին բաժինը՝ տնտեսական վերածնունդ,
մանրամասն ծրագիր յուրաքանչյուր խոշոր գործարանի վերականգնման համար, ներառյալ ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները եւ սպասվող արդյունքները։ Երկրորդ բաժինը՝ սոցիալական արդարություն։ Ծրագիր անվճար բուժօգնության, կրթության եւ հանգստյան տների վերադարձման համար բոլոր քաղաքացիներին։ Եվ երրորդ բաժինը՝ ազգային անվտանգություն, ռազմավարություն, թե ինչպես Հայաստանը կարող է պահպանել իր անկախությունը եւ ուժեղությունը առանց արտաքին ուժերի միջամտության։ Եթե այս ամենը ճիշտ է, ապա այդ սև պապկան չէր պարզապես ելույթի տեքստ։ Դա էր ճանապարհային քարտեզ Հայաստանի վերածննդի համար։ Դա էր ծրագիր, որը կարող էր վերածել Հայաստանը Անդրկովկասի Սինգապուրի։ Եվ դա էր ծրագիր, որը վախեցրեց ինչ-որ մեկին այնքան, որ նրանք որոշեցին կանգնեցնել այն ամենաարյունալի ձևով։ Բայց ով էին այդ մարդիկ։ Արդյոք նրանք էին արտաքին ուժեր, որոնք չէին ուզում ուժեղ Հայաստան տարածաշրջանում։ Թե նրանք էին ներքին ուժեր, որոնք վախենում էին, որ Դեմիրճյանի հաջողությունը կնշանակի նրանց իշխանության ավարտը։ Կամ թերևս նրանք էին երկուսի համադրությունը՝ արտաքին եւ ներքին շահեր, որոնք միավորվեցին մեկ նպատակի համար՝ կանգնեցնել Դեմիրճյանին եւ նրա սև պապկան։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է նախկին սպա Դեմիրճյանի անձնական պահակազորից, ձեռքերը դեռևս դողում են 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ որ մենք չգիտենք։ Այսօր 3 նախկին անվտանգության ծառայության անդամներ, ովքեր աշխատել են Դեմիրճյանի ամենամոտ շրջապատում, առաջին անգամ խոսում են տասնամյակներ պահպանած գաղտնիքների մասին։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք վերջին օրերի մասին։ Նրանք պատմում են ոչ միայն այն մասին, թե ինչ տեսան, այլ նաև այն մասին, թե ինչ լսեցին գաղտնի խոսակցություններում, երբ Դեմիրճյանը մնում էր միայն իր ամենամոտ մարդկանց հետ։ Եվ ամենակարևորը, նրանք պատմում են այն մասին, թե ինչպես Դեմիրճյանը փորձեց պաշտպանել իր սև պապկան վերջին օրերին, երբ հասկացավ, որ վտանգը իրական է։ Վարդանը, ով պատասխանատու էր Դեմիրճյանի աշխատասենյակի անվտանգության համար, հիշում է մի խոսակցություն, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին։ Այդ օրը Դեմիրճյանը ստացավ հեռախոսազանգ մի հին ընկերոջից, ով ապրում էր Մոսկվայում եւ աշխատում էր ռուսական արդյունաբերության բարձր պաշտոններում։ Վարդանը չլսեց ամբողջ խոսակցությունը, բայց նա լսեց մի քանի բառ, որոնք նրան սարսափեցրին։ Ընկերը ասաց. «Կարեն, նրանք գիտեն քո ծրագրի մասին, նրանք գիտեն պապկայի մասին, եւ նրանք չեն թողնի, որ դա իրականանա», հիշում է Վարդանը։ Դեմիրճյանը պատասխանեց հանգիստ, բայց Վարդանը տեսավ, թե ինչպես նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Նա ասաց. «Ես գիտեմ, բայց ես չեմ կարող հետ քաշվել հիմա։ Ես խոստացել եմ մարդկանց, որ կփոխեմ նրանց կյանքը», պատմում է Վարդանը։ Այդ խոսակցությունից հետո Դեմիրճյանը նստեց իր սեղանի մոտ եւ երկար ժամանակ նայում էր սև պապկային։ Վարդանը մոտեցավ եւ հարցրեց. «Արդյոք պետք է ավելացնել անվտանգության միջոցները»։ Բայց Դեմիրճյանը ժպտաց եւ ասաց. «Վարդան, եթե նրանք ուզում են կանգնեցնել ինձ, ոչ մի պահակ չի կարող փրկել ինձ։ Բայց եթե ես հաջողեմ ասել այն, ինչ պետք է ասել հոկտեմբերի 27-ին, ապա նույնիսկ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ծրագիրը կապրի»։ Բայց ով էր այդ նրանք, ում մասին խոսում էր Դեմիրճյանի մոսկովյան ընկերը։ Վարդանը չգիտե ճշգրիտ անունները, բայց նա լսել է տարբեր տեսություններ իր նախկին գործընկերներից։ Ոմանք ասում են, որ դրանք էին արտաքին ուժեր, երկրներ, որոնք չէին ուզում, որ Հայաստանը դառնա տնտեսական մրցակից տարածաշրջանում։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ներքին ուժեր, օլիգարխներ, ովքեր վախենում էին, որ Դեմիրճյանի ծրագիրը կվերացնի նրանց մենաշնորհները եւ կբացի շիշուկան իրական մրցակցության համար։ Եվ կան նաև նրանք, ովքեր հավատում են, որ դա էր երկուսի համադրությունը՝ արտաքին եւ ներքին շահեր, որոնք միավորվեցին մեկ նպատակի համար։ Բայց անկախ նրանից, թե ով էին նրանք, մի բան հստակ էր. նրանք ուներին բավականաչափ իշխանություն եւ ռեսուրսներ, որպեսզի իրականացնեին իրենց ծրագիրը։ Վարդանը հիշում է նաև մեկ այլ դետալ, որը հիմա թվում է շատ կարևոր։ Հոկտեմբերի 21-ին, նույն օրը, երբ Դեմիրճյանը տվեց Արմենին գաղտնի ծրարը, նա նաև կանչեց Վարդանին եւ ասաց նրան ինչ-որ բան, որը Վարդանը երբեք չէր մոռացել։ Նա ասաց. «Վարդան, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի եւ եթե սև պապկան անհետանա, դու պետք է հիշես 3 անուն», պատմում է Վարդանը։ Դեմիրճյանը գրեց այդ 3 անունները մի փոքր թղթի վրա եւ տվեց Վարդանին։ Նա ասաց. «Այս 3 մարդիկ գիտեն ամեն ինչ պապկայի բովանդակության մասին, եւ եթե ինչ-որ բան պատահի ինձ հետ, դրանք կարող են վերականգնել ծրագիրը», բացատրում է Վարդանը։ Բայց հոկտեմբերի 27-ից հետո, երբ Վարդանը փորձեց գտնել այդ 3 մարդկանց, նա պարզեց, որ նրանցից 2-ը արդեն հեռացել էին երկրից,
իսկ երրորդը հրաժարվեց խոսել նրա հետ։ Նրանք վախեցան, ասում է Վարդանը պարզ ձևով։ Նրանք տեսան, թե ինչ պատահեց Դեմիրճյանի հետ, եւ հասկացան, որ եթե խոսեն, նրանք կլինեն հաջորդները։ Երրորդ վկան Գագիկը, ով աշխատում էր որպես Դեմիրճյանի անձնական վարորդ, պատմում է մեկ այլ կողմից։ Նա հիշում է, թե ինչպես Դեմիրճյանը հաճախ խոսում էր իր հետ երկար ճանապարհորդությունների ժամանակ, երբ նրանք երկուսով միայն էին մեքենայում։ Հոկտեմբերի սկզբին Դեմիրճյանը սկսեց խոսել իր երազանքների մասին Հայաստանի ապագայի համար։ Նա ասաց. «Գագիկ, պատկերացրու, որ յուրաքանչյուր հայ բանվոր ստանում է $300 ամսական, ոչ թե 30, այլ 300», հիշում է Գագիկը։ Նա ասաց. «Սա հնարավոր է, եթե մենք վերականգնենք մեր գործարանները եւ սկսենք արտադրել այն, ինչ աշխարհը կարիք ունի»։ Գագիկը հարցրեց. «Բայց ինչպես կարելի է դա անել առանց մեծ փողի», եւ Դեմիրճյանը բացատրեց իր ծրագիրը։ Նա ասաց. «Մենք չենք կարիք ունենում արտաքին փոխառությունների, մենք կարիք ունենք ճիշտ գործընկերների», պատմում է Գագիկը։ Դեմիրճյանը բացատրեց, որ նա արդեն գտել է այդ գործընկերներին՝ ռուսական կորպորացիաներ, որոնք կարիք ունեին հայկական մասնագետների եւ արտադրական հզորությունների, եվրոպական ընկերություններ, որոնք փնտրում էին էժան, բայց որակյալ արտադրություն, եւ նույնիսկ ամերիկյան ներդրողներ, որոնք հետաքրքրված էին տեխնոլոգիական ոլորտում։ Բայց ամենահետաքրքիրը, ինչ Գագիկը հիշում է, դա է խոսակցությունը հոկտեմբերի 24-ին։ Այդ օրը նրանք վերադառնում էին մի հանդիպումից, եւ Դեմիրճյանը հանկարծ ասաց. «Գագիկ, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ես ուզում եմ, որ դու իմանաս, ես արեցի այն, ինչ կարող էի»։ Գագիկը սարսափեց եւ հարցրեց. «Ինչու եք այդպես խոսում»։ Բայց Դեմիրճյանը միայն ժպտաց եւ ասաց. «Պարզապես ուզում եմ, որ դու իմանաս»։ Այդ խոսակցությունից 3 օր անց տեղի ունեցավ ողբերգությունը։ Գագիկը դեռ չի կարող հավատալ, որ Դեմիրճյանը գիտեր, թե ինչ է սպասվում նրան։ Նա խոսում էր այնպես, կարծես գիտեր, որ իր ժամանակը սպառվում է, ասում է Գագիկը, արցունքները հոսում են նրա դեմքով։ Բայց նա չվախեցավ։ Նա շարունակեց իր աշխատանքը մինչև վերջ։ Այս 3 վկաները՝ Արմենը, Վարդանը եւ Գագիկը, պահպանել են լռություն 35 տարի, քանի որ վախեցել են իրենց եւ իրենց ընտանիքների անվտանգության համար։ Բայց հիմա, երբ նրանք արդեն ծեր են եւ տեսնում են, թե ինչպես Հայաստանը դեռ պայքարում է տնտեսական խնդիրների հետ, նրանք որոշել են խոսել։ Նրանք ուզում են, որ մարդիկ իմանան ճշմարտությունը։ Դեմիրճյանը չէր պարզապես քաղաքական գործիչ, ով սպանվեց պարլամենտում։ Նա էր մարդ, ով ուներ կոնկրետ ծրագիր փրկելու Հայաստանը, եւ նրան սպանեցին հենց այդ պատճառով։ Եվ այդ սև պապկան, որը անհետացավ հոկտեմբերի 27, չոթին չէր պարզապես փաստաթղթերի հավաքածու։ Դա էր ճանապարհային քարտեզ դեպի ապագա, որը Հայաստանը երբեք չստացավ հնարավորություն տեսնելու։ Բայց արդյոք այդ ծրագիրը իսկապես կարող էր աշխատել։ Արդյոք Դեմիրճյանի իր երազանքները իրատեսական էին, թե պարզապես գեղեցիկ խոսքեր։ Եվ ամենակարևորը, արդյոք դեռ ուշ չէ վերականգնել այդ ծրագիրը եւ փորձել իրականացնել այն այսօր։ Քիչ մարդիկ գիտեն, որ ընկերակից գերագույնը, հրապարակային աթեիստը, դողում էր անեծքների եւ կանխատեսումների առաջ։ Դեմիրճյանի անձնական արխիվներում գտնվել է նշում գաղտնի այցի մասին մի գուշակուհու մոտ Արագածի լեռներում, ընդամենը 1 տարի առաջ նրա մահից։ Ինչ ասաց այդ կինը նրան։ Ինչու Դեմիրճյանը հանկարծ սկսեց փոխել իր անձնական պահակազորը այդ այցից հետո։ Այսօր մենք բացահայտում ենք ռեժիմի խորհրդավոր եւ պարանոիկ դեմքը, որը երբեք չի ցուցադրվել հրապարակայինորեն։ Այս պատմությունը սկսվում է 1998 թվականի ձմռանը, երբ Դեմիրճյանը սկսեց ունենալ տարօրինակ երազներ։ Նրա անձնական բժիշկը, դոկտոր Պետրոսյանը, ով այժմ ապրում է Ռուսաստանում եւ համաձայնվել է խոսել առաջին անգամ, հիշում է, թե ինչպես Դեմիրճյանը զանգահարեց նրան մի գիշեր, ժամը 3-ին։ Նա ասաց. «Դոկտոր, ես տեսնում եմ նույն երազը յուրաքանչյուր գիշեր, եւ այն սարսափեցնում է ինձ», պատմում է Պետրոսյանը։ Դեմիրճյանը նկարագրեց երազը։ Նա տեսնում էր սև թռչուն, որը թռչում էր նրա աշխատասենյակի պատուհանի մոտ եւ փորձում էր մտնել ներս։ Յուրաքանչյուր գիշեր թռչունը մոտենում էր ավելի ու ավելի մոտ, եւ Դեմիրճյանը արթնանում էր սառը քրտինքով։ Դոկտոր Պետրոսյանը փորձեց բացատրել, որ դա պարզապես սթրեսի արդյունք է, բայց Դեմիրճյանը չէր համոզված։ Նա ասաց. «Ոչ, դոկտոր, սա ինչ-որ այլ բան է։ Սա նախազգուշացում է», հիշում է Պետրոսյանը։ Մի քանի շաբաթ անց Դեմիրճյանը որոշեց այցելել մի հին կին, ով ապրում էր Արագածի լեռների մի փոքր գյուղում եւ հայտնի էր որպես հզոր գուշակուհի։ Նա չասաց ոչ ոքի այդ այցի մասին, բացի իր անձնական վարորդ Գագիկից, ով տարավ նրան այնտեղ։ Գագիկը հիշում է այդ օրը շատ լավ։ Մենք վարեցինք 3 ժամ լեռնային ճանապարհներով, մինչև հասանք մի փոքր տուն, որը գտնվում էր գյուղի ծայրամասում, պատմում է նա։
Դեմիրճյանը մտավ տուն ծմիայնակ եւ մնաց այնտեղ ավելի քան 1 ժամ։ Երբ նա դուրս եկավ, նրա դեմքը սպիտակ էր եւ նա չխոսեց ամբողջ ճանապարհի ընթացքում հետ Երևան։ Գագիկը փորձեց հարցնել, թե ինչ պատահեց, բայց Դեմիրճյանը միայն ասաց. «Վարիր, Գագիկ, պարզապես վարիր»։ Ինչ ասաց այդ գուշակուհին Դեմիրճյանին։ Գագիկը չգիտե, բայց նա նկատեց, որ այդ այցից հետո Դեմիրճյանը սկսեց վարվել տարօրինակ։ Նա սկսեց պահանջել, որ իր անձնական պահակազորը փոխվի ամեն 2 շաբաթը 1։ Նա նաև սկսեց ստուգել իր սնունդը ավելի մանրակրկիտ, պահանջելով, որ յուրաքանչյուր ճաշ պատրաստվի նրա աչքի առաջ։ Եվ ամենակարևորը, նա սկսեց կրել փոքր թալիսման իր գրպանում, փոքր քարե խաչ, որը ըստ Գագիկի տվել էր նրան այդ գուշակուհին։ Ես տեսա այդ խաչը մի քանի անգամ, երբ նա հանում էր իր գրպանից եւ նայում էր դրան, հիշում է Գագիկը։ Նա երբեք չբացատրեց, թե ինչու է այն այդքան կարևոր նրա համար, բայց ես տեսա, թե ինչպես նա սեղմում էր այն իր ձեռքում, երբ նյարդայնանում էր։ Դոկտոր Պետրոսյանը նաև նկատեց փոփոխություններ Դեմիրճյանի վարքագծում այդ այցից հետո։ Նա սկսեց հարցնել ինձ տարօրինակ հարցեր. Արդյոք հնարավոր է, որ մարդը զգա իր մահը մոտենալը։ Արդյոք կան բժշկական նշաններ, որոնք կարող են նախազգուշացնել մարդուն, պատմում է Պետրոսյանը։ Նա փորձեց համոզել Դեմիրճյանին, որ այս ամենը պարզապես սթրեսի եւ գերաշխատանքի արդյունք է, բայց Դեմիրճյանը չէր լսում։ Նա ասաց. «Դոկտոր, ես գիտեմ, որ դուք չեք հավատում այս բաներին, բայց ես զգում եմ, որ ինչ-որ բան մոտենում է», հիշում է Պետրոսյանը։ Նա նաև հիշում է, որ Դեմիրճյանը սկսեց ավելի հաճախ խոսել իր ընտանիքի հետ եւ անցկացնել ավելի շատ ժամանակ իր թոռների հետ։ Կարծես նա փորձում էր օգտագործել յուրաքանչյուր պահը, որը մնացել էր նրան, ասում է Պետրոսյանը։ Բայց ամենատարօրինակ դետալը, որը դոկտոր Պետրոսյանը հիշում է, դա է մի խոսակցություն, որը տեղի ունեցավ հոկտեմբերի սկզբին։ Դեմիրճյանը կանչեց նրան իր աշխատասենյակ եւ ասաց. «Դոկտոր, ես ուզում եմ, որ դուք պատրաստեք մի փաստաթուղթ, մանրամասն նկարագրություն իմ առողջական վիճակի մասին»։ Պետրոսյանը հարցրեց. «Ինչու է դա անհրաժեշտ»։ Եվ Դեմիրճյանը բացատրեց. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ ես առողջ էի, որ ես չունեի որևէ լուրջ հիվանդություն, որ ինչ էլ որ պատահի, դա չի լինի բնական մահ»։ Այս խոսքերը սարսափեցրին Պետրոսյանին, բայց նա կատարեց Դեմիրճյանի խնդրանքը եւ պատրաստեց մանրամասն բժշկական զեկույց։ Այդ զեկույցը ցույց էր տալիս, որ Դեմիրճյանը ուներ փոքր խնդիրներ արյան ճնշման հետ, բայց ընդհանուր առմամբ նա առողջ էր 61 տարեկան մարդու համար։ Նա վերցրեց այդ զեկույցը եւ դրեց իր սև պապկայի մեջ, հիշում է Պետրոսյանը։ Նա ասաց. «Սա կլինի ապացույցը, որ նրանք սպանեցին ինձ, ոչ թե ես մեռա բնականորեն»։ Ո՞վ էին նրանք, ում մասին խոսում էր Դեմիրճյանը։ Դոկտոր Պետրոսյանը չգիտե, բայց նա հավատում է, որ Դեմիրճյանը իսկապես զգում էր վտանգը։ Նա չէր պարանոիկ մարդ, բացատրում է Պետրոսյանը։ Նա էր շատ ռացիոնալ եւ գործնական մարդ, բայց այդ վերջին ամիսներին նա փոխվեց։ Նա դարձավ ավելի զգույշ, ավելի փակ, ավելի վախեցած։ Պետրոսյանը նաև հիշում է, որ Դեմիրճյանը սկսեց խոսել իր մահվան մասին ավելի բաց ձևով։ Նա ասաց ինձ մի անգամ. «Դոկտոր, եթե ես մեռնեմ, ես ուզում եմ, որ դուք պատմեք ճշմարտությունը մարդկանց», պատմում է Պետրոսյանը։ Ես հարցրի. «Ինչ ճշմարտություն»։ Եվ նա ասաց. «Ճշմարտությունը այն մասին, որ ես փորձեցի փրկել այս երկիրը եւ նրանք սպանեցին ինձ այդ պատճառով»։ Այս խոսակցությունները ցույց են տալիս, որ Դեմիրճյանը իսկապես հավատում էր, որ նրա կյանքը վտանգի մեջ է։ Բայց ինչու նա չդադարեցրեց իր աշխատանքը։ Ինչու նա շարունակեց պատրաստվել իր ելույթին հոկտեմբերի 27-ին, երբ գիտեր, որ դա կարող է արժանալ նրա կյանքը։ Դոկտոր Պետրոսյանը կարծում է, որ գիտե պատասխանը։ Նա հավատում էր, որ նրա ծրագիրը կարող է փրկել Հայաստանը, բացատրում է նա։ Նա հավատում էր, որ եթե նա կարողանա ասել այն, ինչ պետք է ասել, եթե նա կարողանա ներկայացնել իր սև պապկան պարլամենտում, ապա նույնիսկ եթե նրան սպանեն, ծրագիրը կապրի եւ ուրիշները կշարունակեն այն։ Սա էր Դեմիրճյանի վերջին հույսը, որ նրա գաղափարները ավելի ուժեղ կլինեն, քան նրա մահը։ Բայց արդյոք այդ հույսը արդարացավ։ Արդյոք Դեմիրճյանի սև պապկան իսկապես պարունակում էր այն ծրագիրը, որը կարող էր փրկել Հայաստանը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ պապկան դեռ գոյություն ունի ինչ-որ տեղ, թաքնված եւ սպասում այն պահին, երբ ինչ-որ մեկը կունենա քաջություն բացելու այն եւ ցույց տալու աշխարհին։ Պատկերացրեք վալիզ, լի ոսկե շիշերով եւ դոլարներով, շտապ բեռնված գաղտնի ինքնաթիռի մեջ, հոկտեմբերի 21-ի գիշերը։ Այդ ինքնաթիռի օդաչուն դեռ ապրում է, եւ այսօր նա պնդում է, որ բեռը հասավ Շվեյցարիա։ Բայց պաշտոնական փաստաթղթերում այդ հարստությունները գոյություն չունեն։ Քանի տոննա ոսկի անհետացավ երկրի պահուստներից այդ գիշերը, եւ ով է այսօր տիրապետում դիկտատորի գաղտնի հաշիվների կոդերին։ Այս պատմությունը սկսվում է մի անուն, որը շատերը լսել են,
բայց քչերը գիտեն իրական պատմությունը։ Նրա անունը Սերգեյ է, եւ նա աշխատել է որպես օդաչու հատուկ թռիչքների համար, որոնք սպասարկում էին բարձրաստիճան պաշտոնյաներին 1990-ականների սկզբին։ Հոկտեմբերի 21-ին, 6 օր մինչև ողբերգությունը, Սերգեյը ստացավ անսպասելի զանգ՝ պատրաստվել հատուկ թռիչքի համար այդ գիշերը։ Նրանք ասացին ինձ. «Լինիր օդանավակայանում ժամը 11-ին եւ սպասիր հետագա հրահանգներին», հիշում է Սերգեյը, ով այժմ ապրում է Ռուսաստանում եւ համաձայնվել է խոսել առաջին անգամ։ Երբ նա ժամանեց օդանավակայան, նա տեսավ երկու սև մեքենա, որոնք կանգնած էին ինքնաթիռի մոտ։ Մեքենաներից իջան 4 մարդիկ, երկուսը համազգեստով, երկուսը քաղաքացիական հագուստով։ Նրանք բեռնեցին երկու մեծ վալիզ ինքնաթիռի մի մեջ եւ ասացին Սերգեյին. «Թռիր դեպի Ժնև եւ մի հարցրու որևէ բան»։ Սերգեյը չհարցրեց, բայց նա նկատեց մի քանի տարօրինակ դետալ։ Առաջին, վալիզները շատ ծանր էին։ Երկու մարդիկ պետք էին, որպեսզի բարձրացնեին յուրաքանչյուր վալիզ, պատմում է նա։ Երկրորդ, վալիզները ունեին հատուկ կնիքներ, կարմիր մոմով, որը սովորաբար օգտագործվում էր շատ կարևոր պետական փաստաթղթերի համար։ Եվ երրորդ, մարդիկ, ովքեր բեռնեցին վալիզները, շատ նյարդայնացած էին։ Նրանք շարունակ նայում էին շուրջը, կարծես վախենում էին, որ ինչ-որ մեկը տեսնում է նրանց, հիշում է Սերգեյը։ Թռիչքը տևեց 4 ժամ, եւ ամբողջ ժամանակ Սերգեյը մտածում էր, թե ինչ կարող է լինել այդ վալիզներում։ Երբ նրանք ժամանեցին Ժնև, նրան ասացին սպասել օդանավակայանում, մինչև ինչ-որ մեկը կգա վերցնելու բեռը։ 1 ժամ անց եկավ մի մարդ, շվեյցարական անձնագրով, վերցրեց վալիզները եւ հեռացավ առանց մի բառ ասելու։ Ինչ էր այդ վալիզներում։ Սերգեյը չգիտե վստահորեն, բայց նա լսել է տարբեր տեսություններ իր նախկին գործընկերներից։ Ոմանք ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Շիշեր, որ դրանք էին ոսկեներ, ասում են, որ դրանք էին ոսկե շիշեր, մի քանի տասնյակ կիլոգրամ։ Ուրիշներ ասում են, որ դրանք էին թե ինչպես մի բարձրաստիճան պաշտոնյա իջավ մեքենայից եւ մտավ օդանավակայանի VIP սրահ, պատմում է Սերգեյը։ Ես չտեսա նրա դեմքը հստակ, բայց ես տեսա նրա համազգեստը եւ հասկացա, որ նա շատ կարեւոր մարդ է։ Սերգեյը չուզում է ասել ավելին, բայց նա ակնարկում է, որ այդ մարդը կարող է լինել մեկը, ով ուներ հասանելիություն պետական պահուստներին եւ կարող էր տալ հրամաններ գաղտնի թռիչքների համար։ Այս պատմությունը հարուցում է շատ հարցեր։ Ինչու ինչ-որ մեկը փորձեց հանել արժեքավոր բեռ Հայաստանից հենց այն ժամանակ, երբ Դեմիրճյանը պատրաստվում էր ներկայացնել իր տնտեսական ծրագիրը։ Արդյոք այդ բեռը կապված էր Դեմիրճյանի ծրագրի հետ։ Արդյոք ինչ-որ մեկը փորձում էր ապահովել, որ եթե Դեմիրճյանի ծրագիրը չիրականանա, գոնե նրանց անձնական հարստությունները կլինեն ապահով արտերկրում։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ հարստությունները դեռ գտնվում են Շվեյցարիայի բանկերում, սպասում այն օրվան, երբ ինչ-որ մեկը կպահանջի դրանք հետ Հայաստանի համար։ Բայց Սերգեյի պատմությունը չի ավարտվում այստեղ։ Նա նաև հիշում է մեկ այլ դետալ, որը կարող է լինել ավելի կարևոր։ Հոկտեմբերի 26-ին, 1 օր մինչև ողբերգությունը, նա ստացավ մեկ այլ զանգ՝ պատրաստվել հատուկ թռիչքի համար։ Բայց այս անգամ թռիչքը չիրականացավ։ Նրանք զանգահարեցին ինձ ժամը 8-ին առավոտյան եւ ասացին՝ թռիչքը չեղարկված է, պատմում է Սերգեյը։ Ես հարցրի ինչու, բայց նրանք միայն ասացին՝ ծրագրերը փոխվեցին։ Սերգեյը հետո լսեց, որ այդ թռիչքը պետք է տանի Դեմիրճյանին եւ նրա ընտանիքին դեպի Մոսկվա։ Ըստ իս, ինչ-որ մեկը առաջարկեց Դեմիրճյանին հեռանալ երկրից մինչև հոկտեմբերի 27-ը, բացատրում է Սերգեյը։ Բայց Դեմիրճյանը մերժեց։ Նա որոշեց մնալ եւ ներկայացնել իր ծրագիրը, նույնիսկ եթե դա նշանակում էր ռիսկ անել իր կյանքով։ Այս վերջին դետալը ցույց է տալիս, որ Դեմիրճյանը ունեցավ հնարավորություն փրկվելու։ Նրան առաջարկեցին հեռանալ, նրան առաջարկեցին անվտանգություն, բայց նա ընտրեց մնալ։ Ինչու։
Ինչու նա ընտրեց ռիսկ անել իր կյանքով, երբ կարող էր պարզապես հեռանալ եւ ապրել հանգիստ կյանք արտերկրում։ Պատասխանը պարզ է։ Քանի որ նա հավատում էր իր ծրագրին, նա հավատում էր, որ կարող է փոխել Հայաստանի ճակատագիրը, եւ նա չէր ուզում լքել իր երկիրը ամենադժվար պահին։ Սա էր Դեմիրճյանի վերջին ընտրությունը՝ մնալ եւ պայքարել, նույնիսկ եթե դա նշանակում էր վճարել վերջնական գինը։ Արդյոք այդ ընտրությունը արժանի էր։ Արդյոք Դեմիրճյանի զոհաբերությունը փոխեց ինչ-որ բան։ Թե նա պարզապես մեռավ զուր, եւ նրա սև պապկան անհետացավ առանց որևէ հետք թողնելու։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք, այսօրվա հայերս, պատրաստ ենք շարունակել այն, ինչ Դեմիրճյանը սկսեց, եւ վերականգնել նրա երազանքը ուժեղ եւ անկախ Հայաստանի մասին։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Կարեն Դեմիրճյանի վերջին ծրագրերի մասին, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, յուրաքանչյուր տնտեսական պայմանագիր, յուրաքանչյուր անուն այն մարդկանց ցուցակում, ովքեր պետք է վերադառնային Հայաստան եւ վերականգնեին խորհրդային ժամանակների հզոր ձեռնարկությունները։ Հիմա պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ Հոկտեմբերի 18-ին, երբ Դեմիրճյանը վերջին անգամ հավաքեց իր ներքին շրջանակը, 12 մարդ, ովքեր գիտեին նրա բոլոր գաղտնիքները։ Նրանք տեսան ինչ-որ բան, որը սարսափեցրեց նրանց։ Դեմիրճյանը բացեց իր սև պապկան եւ ցույց տվեց նրանց մի փաստաթուղթ, որը պարունակում էր 15 անուն։ Այս 15 մարդիկ չէին պարզապես քաղաքական գործիչներ կամ բիզնեսմեններ։ Նրանք էին այն մարդիկ, ովքեր ըստ Դեմիրճյանի խոչընդոտում էին Հայաստանի տնտեսական վերածննդին։ Ինչ էր այդ ցուցակում։ Ինչու այդ 12 մարդիկ, ովքեր տեսան այդ ցուցակը, որոշեցին լռել 35 տարի։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ ցուցակը դեռ գոյություն ունի ինչ-որտեղ, թաքնված եւ սպասում այն պահին, երբ ճշմարտությունը կբացահայտվի։ Վահանը, ով աշխատել է որպես Դեմիրճյանի տնտեսական խորհրդական 1998 թվականից, հիշում է այդ հանդիպումը շատ լավ։ Նա էր այդ 12 մարդկանցից մեկը, ով տեսավ այդ ցուցակը։ Դեմիրճյանը մեզ ասաց. «Այս մարդիկ են, ովքեր կանգնած են մեր ճանապարհին», պատմում է Վահանը, ձայնը դողում է հուզմունքից։ Նա բացատրեց, որ յուրաքանչյուր անուն այդ ցուցակում ներկայացնում է մարդու, ով կամ վերահսկում է մենաշնորհ, որը խեղդում է մրցակցությունը, կամ ունի կապեր արտաքին ուժերի հետ, որոնք չեն ուզում ուժեղ Հայաստան, կամ պարզապես կոռումպացված է այնքան, որ նրա գոյությունը իշխանության մեջ թունավորում է ամբողջ համակարգը։ Վահանը հիշում է, որ երբ Դեմիրճյանը կարդաց այդ անունները, սենյակում տիրեց լռություն։ Ոմանք ճանաչեցին այդ անունները։ Դրանք էին հայտնի օլիգարխներ, ոչ միայն հայտնի, այլև հայտնի ի հայտնի օլիգարխներ, ոչ միայն հայտնի, այլև հայտնի լև հայտնի 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 օլիգարխներ, ոչ միայն հայտնի, այլև հայտնի 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 օլիգարխներ, ոչ միայն հայտնի, այլև հայտնի 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 օլիգարխներ, ոչ միայն հայտնի, այլև հայտնի 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 օլիգարխներ, ոչ միայն հայտնի, այլև հայտնի 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 օլիգի օլիգարխներ, ոչ միայն հայտնի, այլև հայտնի 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 օլիգարխներ, ոչ միայն հայտնի, այլև հայտնի 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 օլիգարխներ, ոչ միայն հայտնի, այլև հայտնի 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 օլիգարխներ, ոչ միայն հայտնի, այլև հայտնի 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 օլիգարխներ, ոչ միայն հայտնի, այլև հայտնի 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 հայտնի։ Թե ինչ անել։ Դեմիրճյանը խնդրեց նրանց պահպանել այդ ցուցակը գաղտնի մինչև հոկտեմբերի 27-ը, երբ նա պատրաստվում էր հրապարակել այն պարլամենտում որպես մաս իր ելույթի։ Նա ասաց. «Երբ ես հրապարակեմ այս անունները, ժողովուրդը կհասկանա, թե ովքեր են իրական թշնամիները, եւ նրանք կպահանջեն փոփոխություններ», բացատրում է Վահանը։ Բայց այդ ցուցակը երբեք չհրապարակվեց։ Հոկտեմբերի 27-ին, երբ տեղի ունեցավ ողբերգությունը, Դեմիրճյանի սև պապկան անհետացավ։ Ոչինչ չկա։ 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 Ոչինչ չկա։
Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ չկա։ Ոչինչ Որդեմիշյանը ունեցավ ծրագիր ոչ միայն տնտեսական վերածննդի համար, այլ նաև քաղաքական մաքրման համար։ Վահանը նաև հիշում է մեկ այլ կարևոր դետալ այդ հանդիպումից։ Դեմիշյանը ասաց նրանց, որ նա արդեն ստացել է սպառնալիքներ այդ 15 մարդկանցից։ Նա ասաց. «Նրանցից մեկը զանգահարեց ինձ անձամբ եւ ասաց. Եթե դու հրապարակես ինձ, ես կդառնամ քաղաքական հակառակորդներից մեկը»։ Այդ ցուցակը դու կվճարես գինը, հիշում է Վահանը, բայց Դեմիշյանը միայն ժպտաց եւ ասաց. «Ես արդեն վճարել եմ գինը ամբողջ իմ կյանքում, աշխատելով այս երկրի համար, եւ ես չեմ վախենում վճարել վերջնական գինը, եթե դա նշանակում է, որ Հայաստանը կազատվի այս մարդկանցից»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Դեմիշյանը իսկապես հասկանում էր վտանգը, բայց նա ընտրեց շարունակել իր ճանապարհը։ Նա հավատում էր, որ ճշմարտությունը ավելի ուժեղ է, քան վախը, եւ որ եթե նա կարողանա բացահայտել այդ անունները, ժողովուրդը կարթնանա եւ կպահանջի փոփոխություններ։ Բայց ո՞վ էին այդ 15 մարդիկ այդ ցուցակում։ Վահանը չի կարող ասել բոլոր անունները, քանի որ նա չի հիշում դրանք բոլորը, բայց նա հիշում է մի քանիսը։ Նա հիշում է մի օլիգարխի անունը, ով վերահսկում էր էներգետիկայի ոլորտը եւ խեղդում էր ցանկացած փորձ բացել շուկան մրցակցության համար։ Նա հիշում է մի բարձրաստիճան պաշտոնյայի անունը, ով ունեցավ կապեր արտաքին ուժերի հետ եւ փոխանցում էր նրանց գաղտնի տեղեկություններ Հայաստանի տնտեսական ծրագրերի մասին։ Եվ նա հիշում է մի զինվորական ղեկավարի անունը, ով ըստ Դեմիրճյանի պատրաստվում էր դավադրության, որպիսի կանգնեցնի տնտեսական բարեփոխումները։ Այս անունները ցույց են տալիս, որ Դեմիրճյանը չէր պարզապես պայքարում տնտեսական խնդիրների դեմ, բացատրում է Վահանը։ Նա պայքարում էր ամբողջ համակարգի դեմ, որը կառուցված էր կոռուպցիայի եւ արտաքին ազդեցության վրա։ Այս բացահայտումը ցույց է տալիս, որ Դեմիրճյանի սև պապկան պարունակում էր ոչ միայն տնտեսական ծրագիր, այլ նաեւ քաղաքական ռազմավարություն։ Նա պատրաստվում էր ոչ միայն վերականգնել գործարանները, այլ նաև մաքրել իշխանությունը այն մարդկանցից, ովքեր խոչընդոտում էին երկրի զարգացմանը։ Սա էր իսկական հեղափոխություն, որը Դեմիրճյանը պլանավորում էր։ Եվ սա էր պատճառը, թե ինչու նրան սպանեցին։ Նրանք չէին վախենում նրա տնտեսական ծրագրից, նրանք վախենում էին նրա քաղաքական ցուցակից, որը կարող էր ոչնչացնել նրանց իշխանությունը մեկ հարվածով։ Արդյոք այդ ցուցակը դեռ գոյություն ունի ինչ-որտեղ։ Արդյոք ինչ-որ մեկը պահպանել է այն եւ սպասում է ճիշտ պահին, որպեսի հրապարակի այն։ Եվ ամենակարևորը, արդյոք այսօրվա Հայաստանը պատրաստ է տեսնել այդ անունները եւ դիմակայել այն ուժերին, որոնք դեռ վերահսկում են երկիրը։ Երբ Դեմիրճյանը ցավ ուներ գլխում, անձնական բժիշկը գաղտնի կանչվում էր պալատ։ Ոչ մի ախտորոշում չէր հասնում պաշտոնական փաստատական փաստաթղթերին։ Բայց անվտանգության ծառայության արխիվները պահպանում են ցուցակ դեղամիջոցների, որոնք պատվիրվել էին դիկտատորի համար։ Այս ցուցակը բացահայտում է հիվանդություն, որը Կարեն Դեմիրճյանը թաքցրել է հայ ժողովրդից տասնամյակներ շարունակ։ Այս ֆիլմում դուք կտեսնեք բժշկական ապացույցները, որոնք փոխում են այն ամենը, ինչ գիտեիք դիկտատորի վերջին տարիների մասին։ Դոկտոր Արամը, ով աշխատել է որպես Դեմիրճյանի անձնական բժիշկ 1998 թվականից մինչև 1999 թվականը, այժմ ապրում է Կանադայում եւ համաձայնվել է խոսել առաջին անգամ։ Նա բերել է հետը փաստաթղթեր, բժշկական նշումներ, դեղատոմսեր, լաբորատոր վերլուծությունների արդյունքներ։ Այս փաստաթղթերը ցույց են տալիս պատկեր, որը երբեք չի ցուցադրվել հրապարակայնորեն։ Դեմիրճյանը չէր առողջ մարդ իր վերջին տարիներին, սկսում է դոկտոր Արամը։ Նա տառապում էր բարձր արյան ճնշումից, որը երբեմն հասնում էր վտանգավոր մակարդակների։ Նա նաև ուներ սրտի խանգարումներ,
Անկանոն զարկեր, որոնք երբեմն սարսափեցնում էին նրան։ Եվ ամենակարևորը, նա սկսել էր զարգացնել նախաձեռնական շաքարախտ, որը դեռ չէր հասել լուրջ փուլի, բայց արդեն պահանջում էր մշտական հսկողություն։ Այս բժշկական խնդիրները չէին պարզապես ֆիզիկական անհարմարություններ։ Նրանք սկսում էին ազդել Դեմիրճյանի աշխատանքի վրա։ Դոկտոր Արամը հիշում է, թե ինչպես Դեմիրճյանը երբեմն պետք է դադարեցներ հանդիպումները, քանի որ նրա գլխացավը դառնում էր անտանելի։ Նա վերցնում էր ուժեղ ցավազրկողներ, բայց փորձում էր թաքցնել դա բոլորից, պատմում է դոկտոր Արամը։ Նա չէր ուզում, որ մարդիկ տեսնեն նրա թուլությունը, քանի որ վախենում էր, որ դա կթուլացնի նրա իշխանությունը։ Բայց ամենասարսափելին էր այն, որ Դեմիրճյանը սկսել էր զգալ վախ իր առողջության վատթարացումից։ Նա հաճախ հարցնում էր դոկտոր Արամին, արդյոք նա կարող է մեռնել հանկարծակի, արդյոք նրա սիրտը կարող է դադարել աշխատել առանց նախազգուշացման։ Այս հարցերը ցույց էին տալիս, որ նա վախենում էր ոչ թե քաղաքական թշնամիներից, այլ իր սեփական մարմնից, բացատրում է դոկտոր Արամը։ Բայց Դեմիրճյանը չէր միակ մարդը, ով գիտեր նրա բժշկական վիճակի մասին։ Կար փոքր խումբ մարդկանց, նրա ամենամոտ օգնականները, ովքեր նույնպես գիտեին ճշմարտությունը, եւ այս գիտելիքը դարձավ իշխանության գործիք։ Դոկտոր Արամը հիշում է մի դեպք, երբ Դեմիրճյանի մի օգնական փորձեց օգտագործել այս տեղեկությունը, սպառնալով բացահայտել նրա հիվանդությունը, եթե Դեմիրճյանը չհամաձայնի որոշակի քաղաքական որոշման հետ։ Դեմիրճյանը շատ զայրացավ եւ անմիջապես հեռացրեց այդ օգնականին, պատմում է դոկտոր Արամը։ Բայց այդ դեպքը ցույց տվեց նրան, թե որքան խոցելի է նա դարձել իր հիվանդության պատճառով։ Այս խոցելիությունը ավելացրեց Դեմիրճյանի պարանոյան։ Նա սկսեց վախենալ, որ նրա թշնամիները կարող են օգտագործել նրա հիվանդությունը որպես պատրվակ, հեռացնելու նրան իշխանությունից։ Դոկտոր Արամը նաև հիշում է, թե ինչպես Դեմիրճյանի ֆիզիկական վիճակը սկսեց վատթարանալ հոկտեմբերի սկզբին։ Նա սկսեց կորցնել քաշ, նրա դեմքը դարձավ գուքունատ, նրա ձեռքերը սկսեցին դողալ, նկարագրում է նա։ Ես առաջարկեցի նրան վերցնել հանգիստ, բայց նա մերժեց։ Նա ասաց. «Ես չունեմ ժամանակ հանգստի համար։ Ես պետք է ավարտեմ իմ աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ը»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Դեմիրճյանը գիտեր, որ նրա ժամանակը սպառվում է ոչ միայն քաղաքական առումով, այլ նաև ֆիզիկական առումով։ Նա վազում էր ժամանակի դեմ, փորձելով ավարտել իր ծրագիրը, մինչև նրա մարմինը կամ նրա թշնամիները կկանգնեցնեին նրան։ Բայց ամենակարևոր բացահայտումը, որ դոկտոր Արամը անում է, վերաբերում է դեղամիջոցներին, որոնք Դեմիրճյանը վերցնում էր։ Նա վերցնում էր շատ դեղամիջոցներ՝ արյան ճնշումը իջեցնելու համար, սրտի ռիթմը կարգավորելու համար, արյան շաքարը վերահսկելու համար, թվարկում է դոկտոր Արամը։ Բայց կար մեկ դեղամիջոց, որը նա վերցնում էր գաղտնի, եւ որի մասին նա չէր ուզում, որ ոչ ոք իմանա։ Այդ դեղամիջոցը էր հակադեպրեսանտ, ուժեղ դեղ, որը օգտագործվում է լուրջ դեպրեսիայի բուժման համար։ Դեմիրճյանը տառապում էր դեպրեսիայից իր վերջին ամիսներին, բացահայտում է դոկտոր Արամը։ Նա զգում էր անհույսություն, վախ, անորոշություն։ Նա երբեմն ասում էր ինձ. «Դոկտոր, ես չգիտեմ, թե արդյոք ես կարող եմ շարունակել, ես այնքան հոգնած եմ»։ Այս բացահայտումը ցույց է տալիս, որ Դեմիրճյանը չէր այն ուժեղ եւ անսասան ղեկավարը, որին մարդիկ տեսնում էին հրապարակայնորեն։ Նա էր մարդ, ով պայքարում էր ոչ միայն քաղաքական թշնամիների դեմ, այլ նաև իր սեփական մարմնի եւ հոգու դեմ։ Նա էր մարդ, ով դողում էր, երբ ոտքի էր կանգնում իր աթոռից, ով վերցնում էր դեղամիջոցներ, շարունակելու աշխատանքը, ով վախենում էր, որ նրա մարմինը կդավաճանի նրան, մինչև նա կկարողանա ավարտել իր ծրագիրը։ Մարդը, ով որոշում էր միլիոնների ճակատագիրը, դողում էր, երբ բարձրանում էր իր աթոռից։ Սա էր իրականությունը, որը թաքնված էր պաշտոնական պատկերի հետևում։ Դոկտոր Արամը նաև հիշում է վերջին հանդիպումը Դեմիրճյանի հետ, հոկտեմբերի 26-ին, մեկ օր մինչև ողբերգությունը։ Նա կանչեց ինձ իր աշխատասենյակ եւ ասաց. «Դոկտոր, ես ուզում եմ, որ դուք գիտեք, որ ես շնորհակալ եմ ձեզ բոլոր այն տարիների համար, որ դուք հոգացել եք իմ առողջության մասին», հիշում է դոկտոր Արամը, արցունքները լցվում են նրա աչքերում։ Ես հարցրի. «Ինչու եք այդպես խոսում, կարծես հրեժեշտ եք տալիս», բայց նա միայն ժպտաց եւ ասաց. «Պարզապես ուզում եմ, որ դուք իմանաք»։ Հաջորդ օրը Դեմիրճյանը գնաց պարլամենտ եւ երբեք չվերադարձավ։ Դոկտոր Արամը հավատում է, որ Դեմիրճյանը գիտեր, թե ինչ է սպասվում նրան։ Նա խոսում էր այնպես, կարծես գիտեր, որ դա նրա վերջին օրն է, ասում է դոկտոր Արամը։ Բայց հիմա սխալ եմ անում։ Այս ամեն ինչը մեզ միանգամայն կարող է հաճելի դարձնել, ասում է դոկտոր Արամը։ Բայց նա չվախեցավ։ Նա ընտրեց գնալ եւ ներկայացնել իր ծրագիրը, նույնիսկ եթե դա նշանակում էր, որ նրա պատմությունը կավարտվի այնտեղ։ Այս բժշկական բացահայտումները ցույց են տալիս, որ Դեմիրճյանի պատմությունը ոչ միայն քաղաքական դրամա է, այլ նաև մարդկային ողբերգություն։
Սա է պատմությունը մարդու մասին, ով պայքարում էր իր սեփական մարմնի դեմ, փորձելով ավարտել իր կյանքի գործը մինչև ուշ չէր։ Սա է պատմությունը մարդու մասին, ով թաքցրեց իր ցավը, իր վախը, իր թուլությունը, որպեսզի կարողանա շարունակել պայքարել իր երկրի համար։ Եվ սա է պատմությունը մարդու մասին, ով վերջապես հասկացավ, որ նրա ամենամեծ թշնամին չէր քաղաքական ուժերը, այլ ժամանակը, որը սպառվում էր ավելի արագ, քան նա կարող էր պատկերացնել։ Արդյոք Դեմիրճյանի առողջական խնդիրները ազդեցին նրա որոշումների վրա։ Արդյոք նրա դեպրեսիան դարձրեց նրան ավելի խոցելի իր թշնամիների առաջ։ Եվ ամենակարևորը, արդյոք եթե նա առողջ լիներ, նա կարող էր փրկվել այդ ողբերգությունից։ Անվտանգության ծառայության արխիվներում, որոնք թաքնված էին 35 տարի, պահպանվում են փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է տեսներ լույսը։ Փաստաթղթեր, որոնք ոչնչացվեցին հոկտեմբերի 27-ին, բայց որոնց պատճենները գաղտնի պահվեցին մի քանի հավատարիմ սպաների կողմից։ Ինչ էր թաքցված ժողովրդից։ Ինչ գաղտնիքներ բացահայտվեցին հետո, եւ ինչ է դեռ անհայտ մինչ օրս։ Այսօր մենք բացում ենք արխիվները, որոնք փոխում են ամեն ինչ։ Նարեկը, ով աշխատել է որպես արխիվիստ անվտանգության ծառայությունում 1990-ականներին, այժմ ապրում է Ֆրանսիայում եւ համաձայնվել է խոսել առաջին անգամ։ Նա բերել է հետը պատճենները փաստաթղթերի, որոնք նա գաղտնի պահպանել է 35 տարի։ Ես գիտեի, որ այս փաստաթղթերը կարևոր են, եւ ես չէի կարող թույլ տալ, որ դրանք ոչնչացվեն, բացատրում է Նարեկը։ Այդ պատճառով ես պատրաստեցի պատճենները եւ թաքցրի դրանք իմ տանը։ Ես սպասեցի 35 տարի, մինչև որոշեցի, որ ժամանակն է խոսել։ Այս փաստաթղթերը բաժանված են 3 հիմնական կատեգորիաների։ Փաստաթղթեր, որոնք ոչնչացվեցին, փաստաթղթեր, որոնք թաքցվեցին, եւ փաստաթղթեր, որոնք դեռ անհայտ են։ Առաջին կատեգորիան՝ փաստաթղթերը ոչնչացվեցին։ Որոնք ոչնչացվեցին հոկտեմբերի 27-ին։ Նարեկը ցույց է տալիս ցուցակ փաստաթղթերի, որոնք պաշտոնապես ոչնչացվեցին այս տարվա ավետարանագրության հետևանքով։ Նորից հիշենք փաստաթղթերի բոլոր կատեգորիաները։ Շտոնապես ոչնչացվեցին այդ օրը։ Այս ցուցակը պարունակում է 135 փաստաթուղթ, որոնք հրամանով ոչնչացվեցին հոկտեմբերի 27-ի երեկոյան, բացատրում է նա։ Այս փաստաթղթերի մեջ էին Դեմիրճյանի անձնական նամակագրությունը արտասահմանյան գործընկերների հետ, մանրամասն ֆինանսական հաշվարկները Նայրիտի եւ Արմավտոյի վերականգնման համար, ցուցակները մարդկանց, ովքեր պատրաստ էին վերադառնալ Հայաստան եւ աշխատել այդ ծրագրերում, եւ ամենակարևորը, գաղտնի պայմանագրերը ռուսական եւ եվրոպական կորպորացիաների հետ։ Այս փաստաթղթերը ոչնչացվեցին, քանի որ նրանք ապացուցում էին, որ Դեմիրճյանի ծրագիրը իրատեսական էր եւ կարող էր աշխատել, ասում է Նարեկը։ Եթե այս փաստաթղթերը պահպանվեին, մարդիկ կհասկանային, որ Դեմիրճյանը սպանվեց ոչ թե քաղաքական պատճառներով, այլ տնտեսական պատճառներով։ Բայց ամենահետաքրքիրը այն է, որ Նարեկը պահպանել է պատճենները մի քանի այդ փաստաթղթերի։ Նա ցույց է տալիս մեկը՝ նամակ Դեմիրճյանից ռուսական Սիբուր կորպորացիայի ղեկավարին։ Այս նամակում Դեմիրճյանը բացատրում է իր ծրագիրը Նայրիտի վերականգնման համար եւ խնդրում է կորպորացիայի աջակցությունը։ Այս նամակը ցույց է տալիս, որ Դեմիրճյանը արդեն ուներ նախնական համաձայնություն Սիբուրից, բացատրում է Նարեկը։ Բայց այս նամակը ոչնչացվեց հոկտեմբերի 27-ին եւ պաշտոնապես այն երբեք գոյություն չի ունեցել։ Նարեկը նաեւ ցույց է տալիս մեկ այլ փաստաթուղթ՝ ֆինանսական հաշվարկ, որը ցույց է տալիս, թե ինչպես Նայրիտը կարող էր դառնալ շահութաբեր 3 տարվա ընթացքում, եթե ստանար ճիշտ ներդրումները եւ կառավարումը։ Այս հաշվարկը պատրաստված էր պրոֆեսիոնալ տնտեսագետների կողմից, եւ այն ցույց էր տալիս, որ ծրագիրը իրատեսական էր, ասում է Նարեկը։ Երկրորդ կատեգորիան՝ փաստաթղթերը, որոնք թաքցվեցին, բայց չոչնչացվեցին։ Նարեկը բացատրում է, որ կային որոշակի փաստաթղթեր, որոնք չոչնչացվեցին, այլ պարզապես թաքցվեցին արխիվների խորքերում։ Այս փաստաթղթերը դեռ գոյություն ունեն ինչ-որտեղ, բայց դրանք դասակարգված են որպես խիստ գաղտնի եւ հասանելի չեն հանրությանը, բացատրում է նա։ Այս փաստաթղթերի մեջ են Դեմիրճյանի անձնական օրագրությունը, որտեղ նա գրում էր իր մտքերը եւ վախերը, գաղտնի հաշվետվությունները անվտանգության ծառայությունից, ով էր հետևում Դեմիրճյանին եւ ինչու, եւ ամենակարևորը, ձայնագրությունները Դեմիրճյանի վերջին հեռախոսազանգերի։ Այս ձայնագրությունները կարող են բացահայտել, թե ով սպառնաց Դեմիրճյանին եւ ինչու, ասում է Նարեկը, բայց դրանք դեռ թաքնված են եւ հասանելի չեն։ Երրորդ կատեգորիան՝ փաստաթղթերը, որոնք դեռ անհայտ են։ Նարեկը բացատրում է, որ կան որոշակի փաստաթղթեր, որոնց մասին նա լսել է, բայց երբեք չի տեսել։ Ամենահետաքրքիրը այն փաստաթուղթն է, որը կոչվում է «Սև ցուցակ», պատմում է նա։ Ըստ լուրերի, այս փաստաթուղթը պարունակում էր 15 անուն,
Մարդիկ, ովքեր պետք է հեռացվեին իշխանությունից, եթե Դեմիրճյանի ծրագիրը հաջողվեր։ Բայց ես երբեք չտեսա այս փաստաթուղթը, եւ ես չգիտեմ, թե արդյոք այն դեռ գոյություն ունի։ Նարեկը նաև հիշում է լուրեր մեկ այլ փաստաթղթի մասին՝ վերջնական ծրագիր, որը ըստ վկաների պարունակում էր Դեմիրճյանի ամբողջական տեսլականը Հայաստանի ապագայի համար, ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական եւ սոցիալական բարեփոխումներ։ Եթե այս փաստաթուղթը գոյություն ունի, այն կլինի ամենակարևոր փաստաթուղթը, որը երբևէ գրվել է Հայաստանի մասին, ասում է Նարեկը։ Բայց ինչու այս փաստաթղթերը ոչնչացվեցին կամ թաքցվեցին։ Նարեկը հավատում է, որ պատասխանը պարզ է։ Այս փաստաթղթերը ապացուցում էին, որ Դեմիրճյանի սպանությունը չէր պարզապես քաղաքական ակտ, այլ տնտեսական սպանություն, բացատրում է նա։ Նրանք, ովքեր սպանեցին Դեմիրճյանին, չէին ուզում, որ մարդիկ իմանան, որ նրանք սպանեցին նրան, քանի որ նա ուներ իրական ծրագիր փրկելու Հայաստանը։ Նրանք ուզում էին, որ մարդիկ հավատան, որ դա էր պարզապես ահաբեկչություն, առանց որևէ խորը պատճառի։ Բայց այս փաստաթղթերը, որոնք Նարեկը պահպանել է, ապացուցում են հակառակը։ Դրանք ցույց են տալիս, որ Դեմիրճյանը ուներ կոնկրետ ծրագիր, կոնկրետ գործընկերներ, կոնկրետ ֆինանսավորում։ Եվ նրան սպանեցին հենց այդ պատճառով։ Նարեկը նաև բացահայտում է մեկ այլ կարևոր դետալ։ Հոկտեմբերի 27-ի երեկոյան, երբ ես ստացա հրաման ոչնչացնել այդ փաստաթղթերը, ես նկատեցի ինչ-որ տարօրինակ բան, պատմում է նա։ Հրամանը չէր գալիս իմ անմիջական ղեկավարից, այլ ուղղակիորեն վերևից, շատ բարձր մակարդակից։ Սա ցույց էր տալիս, որ ինչ-որ մեկը շատ կարևորում էր, որ այդ փաստաթղթերը ոչնչացվեն անմիջապես։ Նարեկը հարցրեց իր ղեկավարին, ինչու է այդքան շտապողականությունը, բայց նրան ասացին, պարզապես կատարի հրամանը եւ մի հարցրու։ Այդ պահին ես հասկացա, որ ինչ-որ բան շատ սխալ է, հիշում է Նարեկը, եւ այդ պատճառով ես որոշեցի պատրաստել պատճենները մինչեւ ոչնչացնելը։ Այս արխիվային բացահայտումները ցույց են տալիս, որ Դեմիրճյանի պատմությունը շատ ավելի բարդ է, քան մենք կարծում էինք։ Սա ոչ միայն պատմություն է մի մարդու մասին, ով սպանվեց պարլամենտում։ Սա պատմություն է համակարգի մասին, որը ոչնչացրեց ապացույցները, թաքցրեց ճշմարտությունը եւ փորձեց ջնջել Դեմիրճյանի ժառանգությունը։ Բայց շնորհիվ մարդկանց, ինչպիսին է Նարեկը, ովքեր ունեցան քաջություն պահպանել այդ փաստաթղթերը, մենք այժմ կարող ենք տեսնել ճշմարտությունը։ Եվ այդ ճշմարտությունը ցույց է տալիս, որ Դեմիրճյանը չէր պարզապես երազող, ով խոսում էր գեղեցիկ բառերով։ Նա էր մարդ, ով ուներ կոնկրետ ծրագիր, կոնկրետ ապացույցներ, կոնկրետ հնարավորություն փոխել Հայաստանի ճակատագիրը։ Արդյոք այս փաստաթղթերը երբևէ կհրապարակվեն ամբողջությամբ։ Արդյոք Հայաստանի կառավարությունը կբացի արխիվները եւ կթույլ տա մարդկանց տեսնել ճշմարտությունը։ Եվ ամենակարևորը, արդյոք այսօրվա Հայաստանը պատրաստ է ընդունել այդ ճշմարտությունը եւ սովորել դրանից։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Կարեն Դեմիրճյանի վերջին ծրագրերի մասին, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, յուրաքանչյուր տնտեսական պայմանագիր, յուրաքանչյուր անուն այն մարդկանց ցուցակում, ովքեր պետք է վերադառնային Հայաստան եւ վերականգնեին խորհրդային ժամանակների հզոր ձեռնարկությունները։ Հիմա պատկերացրեք, որ պետք է ընտրեք. պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ Հոկտեմբերի 26-ին, մեկ օր մինչև ողբերգությունը, Դեմիրճյանը վերջին անգամ հավաքեց իր ամենամոտ խորհրդականներին, ոչ թե պարլամենտում, այլ իր անձնական տանը, երեկոյան ժամը 9։ Այդ հանդիպումը տևեց 3 ժամ, եւ ոչ ոք չգիտեր դրա մասին, բացի այդ 12 մարդկանցից։ Ինչ ասաց նրանց Դեմիրճյանը այդ վերջին հանդիպման ժամանակ։ Ինչու նա պահանջեց, որ յուրաքանչյուրը ստորագրի գաղտնիության պայմանագիր։ Եվ ամենակարևորը, ինչու այդ 12 մարդկանցից միայն 3 հազեկը համաձայնեցին խոսել այսօր, իսկ մյուս 9 դեռ պահպանում են լռությունը։ Տիգրանը, ով աշխատել է որպես Դեմիրճյանի գլխավոր տնտեսական խորհրդական, հիշում է այդ հանդիպումը այնպես, կարծես այն տեղի ունեցավ 3։ Նա էր այդ 12 մարդկանցից մեկը, եւ նա համաձայնվել է խոսել առաջին անգամ, քանի որ ինչպես ինքն է ասում, ես չեմ կարող տանել այս բեռը ավելի երկար։ Այդ երեկոյան, երբ Տիգրանը ժամանեց Դեմիրճյանի տուն, նա անմիջապես զգաց, որ ինչ-որ բան տարբեր է։ Սովորաբար Դեմիրճյանը հանդիպումները անցկացնում էր իր աշխատասենյակում, բայց այս անգամ նա հրավիրեց բոլորին իր անձնական գրադարան, փոքր սենյակ, որտեղ նա պահում էր իր ամենակարևոր գրքերը եւ փաստաթղթերը։ Երբ բոլոր 12 մարդիկ հավաքվեցին, Դեմիրճյանը փակեց դուռը եւ ասաց. «Այն, ինչ ես ձեզ կասեմ այսօր, պետք է մնա այս սենյակում։ Եթե ինչ-որ մեկը խախտի այս կանոնը, նա ոչ միայն կդավաճանի ինձ, այլ նաև կդավաճանի ամբողջ Հայաստանին»։
Դեմիրճյանը սկսեց բացատրել իր վերջնական ծրագիրը, ոչ թե այն տարբերակը, որը նա պատրաստվում էր ներկայացնել պարլամենտում, այլ ամբողջական տարբերակը, որը ներառում էր ամեն ինչ։ Տիգրանը հիշում է, թե ինչպես Դեմիրճյանը բացեց իր սև պապկան եւ հանեց մի հաստ փաթեթ փաստաթղթեր։ «Սա է ամբողջական ծրագիրը», ասաց Դեմիրճյանը։ «Այստեղ կա ամեն ինչ, սկսած տնտեսական հաշվարկներից մինչև քաղաքական ռազմավարություն, սկսած ֆինանսավորման աղբյուրներից մինչև կոնկրետ անուններ մարդկանց, ովքեր պետք է իրականացնեն այս ծրագիրը»։ Նա սկսեց կարդալ հիմնական կետերը, եւ Տիգրանը հիշում է, որ յուրաքանչյուր կետ ավելի հետաքրքիր էր, քան նախորդը։ Առաջին կետը վերաբերում էր Նայրիտին։ Դեմիրճյանը բացատրեց, որ նա արդեն ստացել է վերջնական համաձայնություն ռուսական Սիբուր կորպորացիայից ներդրել $50 միլիոն գործարանի վերականգնման համար։ Բայց դա չէր ամենը։ Նա նաև համաձայնեցրել էր, որ Սիբուրը կապահովի հումքի անընդհատ մատակարարումը 3 տարի, նախապես համաձայնեցված գներով, որոնք 30%-ով ցածր էին շուկայական գներից։ Սա նշանակում է, որ Նայրիտը կարող է սկսել շահութաբեր աշխատել արդեն առաջին տարվա վերջում, բացատրեց Դեմիրճյանը։ Տիգրանը հիշում է, թե ինչպես բոլորը սենյակում լռեցին, երբ լսեցին այս թիվը։ $50 միլիոն էր հսկայական գումար այն ժամանակ, եւ այն կարող էր իսկապես փոխել Նայրիտի ճակատագիրը։ Երկրորդ կետը վերաբերում էր Արմավտոյին։ Դեմիրճյանը բացատրեց, որ նա ունեցել է գաղտնի բանակցություններ գերմանական Opel ընկերության հետ, որը հետաքրքրված էր բացել հավաքման գործարան Երևանում։ Opel-ը պատրաստ էր ներդրել $30 միլիոն եւ ստեղծել 2000 աշխատատեղ։ Բայց կար մի պայման։ Հայաստանը պետք է ապահովեր կայուն էլեկտրամատարարում եւ որակյալ աշխատուժ։ Դեմիրճյանը արդեն ունեղ ծրագիր լուծելու էլեկտրականության խնդիրը։ Նա համաձայնեցրել էր ռուսական Գազպրոմի հետ կառուցել նոր գազատար, որը կապահովեր էժան գազ Հայաստանին։ Իսկ որակյալ աշխատուժի համար նա պլանավորում էր վերաբացել տեխնիկական դպրոցները, որոնք փակվել էին Խորհրդային Միության փլուզումից հետո։ 3 տարվա ընթացքում մենք կունենանք բավականաչափ որակյալ մեխանիկներ եւ ինժեներներ, որպիսի սպասարկենք ոչ միայն Opel-ի գործարանը, այլ նաեւ մյուս արտասահմանյան ընկերությունները, որոնք կուզենան գալ Հայաստան, բացատրեց Դեմիրճյանը։ Երրորդ կետը վերաբերում էր սոցիալական ծրագրին։ Դեմիրճյանը բացատրեց, որ նրա նպատակը չէր պարզապես վերականգնել գործարանները, այլ նաև վերադարձնել այն սոցիալական երաշխիքները, որոնք մարդիկ ունեին խորհրդային ժամանակներում։ Նա պլանավորում էր վերաբացել անվճար բուժկենտրոնները, վերականգնել անվճար հանգստյան տները Սևանի եւ Ջերմուկի ափերին եւ ամենակարևորը՝ երաշխավորել նվազագույն աշխատավարձ $300 ամսական բոլոր բանվորներին։ Սա կփոխի ամեն ինչ, ասաց Դեմիրճյանը։ Երբ մարդիկ տեսնեն, որ նրանք կարող են ապրել արժանապատիվ կյանք առանց արտերապատիվ գտերգիր գնալու, նրանք կվերադառնան եւ մեր երկիրը կվերածնվի։ Տիգրանը հիշում է, թե ինչպես նրա աչքերը լցվեցին արցունքներով, երբ լսեց այս խոսքերը։ Սա էր այն Հայաստանը, որի մասին նա երազում էր, եւ Դեմիրճյանը ցույց էր տալիս, որ այն հնարավոր է։ Բայց ամենակարևոր կետը եկավ վերջում։ Դեմիրճյանը հանեց մեկ այլ փաստաթուղթ իր պապկայից եւ ասաց. «Սա է այն, ինչի համար նրանք կսպանեն ինձ»։ Այդ փաստաթուղթը պարունակում էր 15 անուն։ Մարդիկ, ովքեր ըստ Դեմիրճյանի պետք է հեռացվեին իշխանությունից, որպեսզի ծրագիրը կարողանա իրականանալ։ Տիգրանը հիշում է, որ երբ Դեմիրճյանը սկսեց կարդալ այդ անունները, սենյակում տիրեց մահացու լռություն։ Այդ անունների մեջ էին հայտնի օլիգարխներ, ովքեր վերահսկում էին էներգետիկայի եւ հրահաղորդակցության ոլորտները, բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ունեին կապեր արտաքին ուժերի հետ, եւ նույնիսկ մի քանի զինվորական ղեկավարներ, ովքեր ըստ Դեմիրճյանի պատրաստվում էին խաթարել ցանկացած փորձ բարեփոխումների։ Այս մարդիկ են, ովքեր կանգնած են մեզ ճանապարհին, ասաց Դեմիրճյանը։ Եվ վաղը, երբ ես ներկայացնեմ իմ ծրագիրը պարլամենտում, ես նաև կհրապարակեմ այս անունները։ Ժողովուրդը պետք է իմանա, թե ովքեր են իրական թշնամիները։ Տիգրանը հիշում է, թե ինչպես մեկը հարցրեց. «Բայց արդյոք դա անվտանգ է։ Արդյոք դուք չեք վախենում, որ նրանք կկատարեն ինչ-որ բան»։ Դեմիրճյանը նայեց նրան եւ ասաց. «Իհարկե, ես վախենում եմ։ Ես մարդ եմ, ոչ թե մեքենա։ Բայց ես ավելի շատ վախենում եմ այն բանից, որ եթե ես չանեմ սա, Հայաստանը կմնա թույլ եւ կախյալ երկիր հավիտյան։ Ես նախընտրում եմ մեռնել, փորձելով փրկել իմ երկիրը, քան ապրել տեսնելով թելով, թե ինչպես այն դանդաղ մեռնում է»։ Այս խոսքերը սարսափեցրին բոլորին, բայց միաժամանակ ոգեշնչեցին նրանց։ Տիգրանը հիշում է, թե ինչպես նա զգաց, որ պատրաստ է անել ամեն ինչ, որպիսի օգնի Դեմիրճյանին իրականացնել այս ծրագիրը։ Հանդիպման վերջում Դեմիրճյանը խնդրեց յուրաքանչյուրին ստորագրել գաղտնիության պայմանագիր։ «Ես գիտեմ, որ սա տարօրինակ է», ասաց նա, «բայց ես պետք է համոզված լինեմ, որ այն, ինչ մենք խոսեցինք այսօր, չի արտահոսի մինչև վաղը»։
Եթե մեր թշնամիները իմանան ամբողջ ծրագիրը նախապես, նրանք կունենան ժամանակ պատրաստվել եւ կանգնեցնել մեզ։ Բոլորը ստորագրեցին, բայց Տիգրանը հիշում է, որ երբ նա ստորագրում էր, նրա ձեռքը դողում էր։ Նա զգում էր, որ ինչ-որ բան սխալ է, որ այս հանդիպումը ավելի նման էր հրաժեշտի, քան պլանավորման։ Երբ նրանք հեռանում էին, Դեմիրճյանը անձամբ ողջունեց յուրաքանչյուրին դռան մոտ։ Երբ հասավ Տիգրանի հերթը, Դեմիրճյանը սեղմեց նրա ձեռքը եւ ասաց. «Տիգրան, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ես ուզում եմ, որ դու շարունակես այս աշխատանքը։ Խոստացիր ինձ»։ Տիգրանը խոստացավ, բայց նա երբեք չկարողացավ կատարել այդ խոստումը, քանի որ հոկտեմբերի 27-ից հետո ամեն ինչ փոխվեց։ Հաջորդ օրը, երբ Տիգրանը լսեց լուրը ողբերգության մասին, նա անմիջապես հասկացավ, որ Դեմիրճյանը ճիշտ էր։ Նրանք իսկապես սպանեցին նրան, քանի որ նա պատրաստվում էր բացահայտել ճշմարտությունը։ Տիգրանը փորձեց կապվել մյուս 11 մարդկանց հետ, ովքեր ներկա էին այդ հանդիպմանը, բայց նրանցից շատերը արդեն հեռացել էին երկրից, իսկ մյուսները հրաժարվեցին խոսել նրա հետ։ Նրանք վախեցան, բացատրում է Տիգրանը։ Նրանք տեսան, թե ինչ պատահեց Դեմիրճյանի հետ, եւ հասկացան, որ եթե խոսեն, նրանք կլինեն հաջորդները։ Տիգրանը ինքը նույնպես լռեց 35 տարի, բայց հիմա նա որոշել է խոսել, քանի որ ինչպես ինքն է ասում, ես չեմ կարող տանել այս բեռը ավելի երկար, եւ ես պարտական եմ Դեմիրճյանի հիշատակին։ Այս բացահայտումը ցույց է տալիս, որ Դեմիրճյանի Սև պապկան պարունակում էր ոչ միայն տնտեսական ծրագիր, այլ նաև ամբողջական տեսլական Հայաստանի վերածննդի համար։ Նա ուներ կոնկրետ թվեր, կոնկրետ գործընկերներ, կոնկրետ ժամկետներ։ Եվ ամենակարևորը, նա ուներ քաջություն բացահայտել այն մարդկանց անունները, ովքեր կանգնած էին այդ ծրագրի ճանապարհին։ Սա էր իսկական հեղափոխություն, որը Դեմիրճյանը պլանավորում էր, եւ սա էր պատճառը, թե ինչու նրան սպանեցին։ Բայց արդյոք այդ ծրագիրը դեռ կարող է իրականանալ այսօր։ Արդյոք Հայաստանը դեռ ունի հնարավորություն վերադառնալ այն ճանապարհին, որը Դեմիրճյանը ցույց էր տվել։ Եվ ամենակարևորը, արդյոք կան այսօր մարդիկ, ովքեր ունեն Դեմիրճյանի քաջությունը եւ տեսլականը, որպիսի շարունակեն այն, ինչ նա սկսեց։ Գիտեք, թե ինչ է ամենասարսափելին իշխանության մեջ։ Ոչ թե թշնամիները, ովքեր կանգնած են ձեր դիմաց, այլ ընկերները, ովքեր կանգնած են ձեր հետևում։ Դեմիրճյանի պատմությունը ոչ միայն պատմություն է մի մարդու մասին, ով սու մասին, ով սպանվեց իր թշնամիների կողմից, այլ նաև պատմություն է մի մարդու մասին, ով դավաճանվեց իր ամենամոտ մարդկանցից մեկի կողմից։ 35 տարի անց վերջապես բացահայտվում է այն անունը, որը բոլորը վախենում էին արտասանել։ Այն մարդը, ով գիտեր Դեմիրճյանի բոլոր ծրագրերը, ով ներկա էր բոլոր գաղտնի հանդիպումներին, ով ունեցավ հասանելիություն Սև պապկային։ Այն մարդը, ով դավաճանեց Դեմիրճյանին եւ փոխանցեց նրա ծրագրերը նրանց, ովքեր ուզում էին կանգնեցնել նրան։ Ով էր այդ մարդը։ Ինչու նա դավաճանեց։ Եվ ամենակարևորը, ինչ պատահեց նրա հետ հոկտեմբերի 27-ից հետո։ Սամվելը, ով աշխատել է որպես անվտանգության ծառայության բարձրաստիճան սպա 1990-ականներին, այժմ ապրում է Իսրայելում եւ համաձայնվել է խոսել առաջին անգամ։ Նա պնդում է, որ գիտե դավաճանի անունը եւ նա պատրաստ է բացահայտել այն։ Ես պահպանել եմ այս գաղտնիքը 35 տարի, քանի որ վախեցա իմ կյանքի համար, սկսում է Սամվելը։ Բայց հիմա, երբ ես արդեն ծեր եմ եւ ապրում եմ հեռու Հայաստանից, ես որոշել եմ, որ ժամանակն է ասել ճշմարտությունը։ Ըստ Սամվելի, դավաճանը չէր պարզապես ինչ-որ պատահական մարդ Դեմիրճյանի շրջապատից։ Նա էր մեկը, ում Դեմիրճյանը վստահում էր ամենաշատը, մեկը, ով ներկա էր բոլոր կարևոր հանդիպումներին, մեկը, ով գիտեր յուրաքանչյուր դետալ Սև պապկայի բովանդակության մասին։ Սամվելը բացատրում է, թե ինչպես նա պարզեց դավաճանի ինքնությունը։ Հոկտեմբերի 28-ից սկսած մենք սկսեցինք հետևել բոլորին, ովքեր ունեին հասանելիություն Դեմիրճյանի գաղտնի տեղեկություններին, պատմում է նա։ Մենք ստուգեցինք նրանց հեռախոսազանգերը, նրանց հանդիպումները, նրանց ֆինանսական գործարքները։ Եվ մենք գտանք մի մարդու, ով ունեցավ գաղտնի հանդիպումներ մի օտարերկրյա դեսպանի հետ, հենց այն շաբաթներին, երբ Դեմիրճյանը պատրաստվում էր իր ելույթին։ Այդ մարդը, ըստ Սամվելի, էր Դեմիրճյանի տնտեսական խորհրդականներից մեկը, մարդ, ում անունը Սամվելը չի ուզում բացահայտել ուղղակիորեն, բայց նա տալիս է բավականաչափ դետալներ, որպեսզի հասկանալի լինի, թե ով է նա։ Ըստ Սամվելի, այդ խորհրդականը սկսեց իր դավաճանությունը դեռ 1998 թվականի ամռանը։ Նա ունեցավ ֆինանսական խնդիրներ, նա պարտք ուներ մի օլիգարխին, ով սպառնում էր նրան, բացատրում է Սամվելը։ Եվ այդ օլիգարխը առաջարկեց նրան գործարք, եթե նա տեղեկություններ տա Դեմիրճյանի ծրագրերի մասին, պարտքը կներվի, եւ նա կստանա նաեւ լրացուցիչ վճարում։ Խորհրդականը համաձայնվեց եւ սկսեց փոխանցել տեղեկություններ։ Սկզբում դրանք էին փոքր բաներ, ով է հանդիպում Դեմիրճյանի հետ, ինչ թեմաներ են քննարկվում։
բայց աստիճանաբար նա սկսեց փոխանցել ավելի կարևոր տեղեկություններ՝ ֆինանսական հաշվարկներ, գործընկերների անուններ, նույնիսկ պատճենները փաստաթղթերի սև պապկայից։ Սամվելը հիշում է մի կոնկրետ դեպք, որը ապացուցում է դավաճանությունը։ Հոկտեմբերի 15-ին, 12 օր մինչև ողբերգությունը, մենք ստուգեցինք այդ խորհրդականի հեռախոսազանգերը եւ գտանք, որ նա զանգահարել է մի անհայտ համարի՝ արտերկրում, պատմում է նա։ Մենք հետևեցինք այդ համարին եւ պարզեցինք, որ այն պատկանում է մի անձի, ով կապված է արտաքին հետախուզական ծառայության հետ։ Այս բացահայտումը սարսափեցրեց Սամվելին եւ նրա թիմին, բայց նրանք չկարողացան անել ոչինչ, քանի որ չունեին բավարար ապացույցություններ, որպեսզի ձերբակալեն խորհրդականին։ Մենք պետք է բռնեինք նրան գործի վրայում, բացատրում է Սամվելը, բայց մինչև մենք կարողանանք դա անել, Տեղի ունեցավ ողբերգությունը։ բայց ամենասարսափելին չէր դավաճանությունն ինքնին, այլ այն, ինչ պատահեց դավաճանիի հետ հոկտեմբերի 27-ից հետո։ Սամվելը բացատրում է, որ անմիջապես ողբերգությունից հետո այդ խորհրդականը անհետացավ։ Նա չեկավ աշխատանք, աշխատանք չեկավ, 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 տանք չեկավ, աշխատանք 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 չեկավ, տանք չեկավ, աշխատանք 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 չեկավ, տանք չեկավ, աշխատանք 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 չեկավ, տանք չեկավ, աշխատանք 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 չեկավ, թե ինչպես Դեմիրճյանը պատրաստվում էր բացահայտել այն 15 անունները, եւ նա հասկացավ, որ եթե այդ ծրագիրը հաջողվի, շատ հզոր մարդիկ կկորցնեն իրենց իշխանությունը։ Եվ նա վախեցավ, որ այդ մարդիկ կվրեժխնդիր լինեն նրանցից, ովքեր օգնեցին Դեմիրճյանին։ Այսպիսով, խորհրդականը որոշեց դավաճանել Դեմիրճյանին նախքան ուշ լիներ։ Նա փոխանցեց ես ամբողջ տեղեկությունը սև պապկայի մասին նրանց, ովքեր ուզում էին կանգնեցնել Դեմիրճյանին, եւ նրանք օգտագործեցին այդ տեղեկությունը պլանավորելու ողբերգությունը։ Սամվելը նաև բացահայտում է մեկ այլ սարսափելի դետալ։ Մենք հետագայում գտանք ապացույցություններ, որ այդ խորհրդականը ոչ միայն փոխանցեց տեղեկություններ, այլ նաև ակտիվորեն օգնեց պլանավորել ողբերգությունը, պատմում է նա։ Նա տվեց տեղեկություններ պարլամենտի շենքի անվտանգության համակարգի մասին։ Նա տվեց տեղեկություններ այն մասին, թե երբ եւ որտեղ կլինի Դեմիրճյանը հոկտեմբերի 27-ին։ Նա նույնիսկ տվեց տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է մտնել շենք առանց հայտնաբերվելու։ Այս բացահայտումը ցույց է տալիս, որ ողբերգությունը չէր պարզապես պատահական անահաբեկչություն։ Այն էր մանրակրկիտ պլանավորված գործողություն, որը իրականացվեց ներսից օգնության շնորհիվ։ Սամվելը հավատում է, որ եթե այդ դավաճանը չլիներ, Դեմիրճյանը կարող էր փրկվել։ Եթե նա չտար այդ տեղեկությունները, եթե նա չօգներ պլանավորել ողբերգությունը, Դեմիրճյանը կարող էր ներկայացնել իր ծրագիրը եւ փոխել Հայաստանի ճակատագիրը, ասում է Սամվելը։ Բայց դավաճանությունը ոչնչացրեց այդ հնարավորությունը։ Սամվելը նաև հավատում է, որ դավաճանը դեռ ապրում է առանց պատիժի։ Նա ապրում է հարմարավետ կյանք Եվրոպայում, մինչդեռ Հայաստանը դեռ տառապում է այն ողբերգությունից, որը նա օգնեց ստեղծել, ասում է նա զայրույթով։ Սա անարդար է, եւ ես ուզում եմ, որ մարդիկ իմանան ճշմարտությունը։ Այս բացահայտումը ցույց է տալիս, որ Դեմիրճյանի պատմությունը ոչ միայն պատմություն է արտաքին թշնամիների մասին, այլ նաև ներքին դավաճանության մասին։ Սա է պատմությունը մարդու մասին, ով վստահեց սխալ մարդուն, եւ այդ վստահությունը արժեցավ նրա կյանքը։ Բայց սա նաև պատմություն է այն մասին, թե ինչպես մի մարդու դավաճանությունը կարող է փոխել ամբողջ երկրի ճակատագիրը։
Եթե այդ դավաճանը չլիներ, Հայաստանը այսօր կարող էր լինել շատ այլ երկիր։ Բայց դավաճանությունը տեղի ունեցավ, եւ Հայաստանը կորցրեց իր հնարավորությունը վերածնվելու։ Արդյոք այդ դավաճանը երբևէ կպատժվի։ Արդյոք նրա անունը երբևէ կբացահայտվի պաշտոնապես։ Եվ ամենակարևորը, արդյոք Հայաստանը երբևէ կսովորի այս դասը եւ կկարողանա պաշտպանվել ապագա դավաճաններից։ Հոկտեմբերի 27-ի երեկոյան, երբ հատուկ ջոկատները մտան պարլամենտի շենք, նրանք գտան արյունոտ աթոռներ, ցրված փաստաթղթեր եւ մի տարօրինակ դետալ։ Դեմիրճյանի սև պապկան անհետացել էր։ 35 տարի անց ոչ ոք չգիտե, թե որտեղ է այդ պապկան։ Ոմանք ասում են, որ այն այրվել է։ Ուրիշներ ասում են, որ այն թաքնված է ինչ-որտեղ, սպասում այն պահին, երբ Հայաստանը պատրաստ կլինի տեսնելու ճշմարտությունը։ Բայց մի բան հստակ է. այն, ինչ պարունակում էր այդ պապկան, կարող էր փոխել ամեն ինչ։ Այսօր, 35 տարի անց, Հայաստանը դեռ պայքարում է նույն խնդիրների հետ, որոնք Դեմիրճյանը փորձում էր լուծել։ Գործարանները դեռ փակ են։ Մարդիկ դեռ հեռանում են երկրից աշխատանքի փնտրտուքով։ Տնտեսությունը դեռ կախված է արտաքին օգնությունից, եւ օլիգարխները դեռ վերահսկում են հիմնական ոլորտները։ Այս ամենը կարող էր լինել այլ կերպ, եթե Դեմիրճյանի ծրագիրը իրականանար։ Բայց այն երբեք չիրականացավ, քանի որ նրան սպանեցին հենց այն օրը, երբ նա պատրաստվում էր ներկայացնել այն։ Բայց արդյոք դեռ ուշ չէ։ Արդյոք Հայաստանը դեռ կարող է վերադառնալ այն ճանապարհին, որը Դեմիրճյանը ցույց էր տվել։ Տիգրանը, Դեմիրճյանի նախկին տնտեսական խորհրդականը, հավատում է, որ դեռ ուշ չէ։ Դեմիրճյանի ծրագիրը չէր կապված միայն 1999 թվականի հետ, բացատրում է նա։ Այն էր ծրագիր, որը կարող է աշխատել ցանկացած ժամանակ, եթե կա քաղաքական կամք եւ ժողովրդի աջակցություն։ Տիգրանը հավատում է, որ եթե Հայաստանը ուզում է իսկապես վերածնվել, այն պետք է վերադառնա Դեմիրճյանի գաղափարներին, վերականգնել արտադրությունը, ստեղծել աշխատատեղեր, վերադարձնել սոցիալական երաշխիքները եւ ամենակարևորը՝ մաքրել իշխանությունը կոռումպացված մարդկանցից։ Դոկտոր Արամը, Դեմիրճյանի նախկին անձնական բժիշկը, նույնպես հավատում է, որ Դեմիրճյանի ժառանգությունը դեռ կարող է ապրել։ Դեմիրճյանը ցույց տվեց մեզ, որ հնարավոր է երազել մեծ երազներ եւ աշխատել դրանց իրականացման համար, ասում է նա։ Նա ցույց տվեց մեզ, որ մի մարդ կարող է փոխել ամբողջ երկրի ճակատագիրը, եթե նա ունի տեսլական եւ քաջություն։ Դոկտոր Արամը հավատում է, որ Հայաստանը կարիք ունի նոր ղեկավարների, ովքեր կունենան Դեմիրճյանի տեսլականը եւ քաջությունը։ Մենք կարիք ունենք մարդկանց, ովքեր չեն վախենում դիմակայել օլիգարխներին, ովքեր չեն վախենում բացահայտել ճշմարտությունը, ովքեր չեն վախենում պայքարել իրենց երկրի համար, ասում է նա։ Նարեկը, նախկին արխիվիստը, հավատում է, որ ամենակարևորը այժմ է բացահայտել ամբողջ ճշմարտությունը։ Մենք պետք է բացենք արխիվները, մենք պետք է հրապարակենք բոլոր փաստաթղթերը, մենք պետք է ասենք մարդկանց ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչ պատահեց հոկտեմբերի 27-ին, ասում է նա։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք սովորել այս ողբերգությունից եւ համոզվել, որ այն երբեք չկրկնվի։ Նարեկը նաև հավատում է, որ Դեմիրճյանի սև պապկան, եթե այն դեռ գոյություն ունի ինչ-որտեղ, պետք է գտնվի եւ հրապարակվի։ Այդ պապկան պարունակում է ճանապարհային քարտեզ Հայաստանի ապագայի համար, ասում է նա, եւ մենք պետք է տեսնենք այդ քարտեզը։ Սամվելը, նախկին անվտանգության ծառայության սպան, հավատում է, որ ամենակարևորը այժմ է արդարություն։ Մենք պետք է գտնենք դավաճանին եւ բերենք նրան արդարության առաջ, ասում է նա։ Մենք պետք է պատժենք բոլորին, ովքեր ներգրավված էին այս ողբերգության մեջ։ Սամվելը նաև հավատում է, որ Հայաստանը պետք է պաշտպանվի ապագա դավաճաններից։ Մենք պետք է ստեղծենք համակարգ, որտեղ անհնար կլինի, որ մի մարդ կարողանա դավաճանել ամբողջ երկրին, բացատրում է նա։ Բայց ամենակարևոր հարցը մնում է, արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ճշմարտությունը։ Արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է լսել այն մասին, թե ինչ իսկապես պատահեց հոկտեմբերի 27-ին։ Արդյոք նրանք պատրաստ են իմանալ, որ Դեմիրճյանը սպանվեց ոչ թե պարզապես քաղաքական պատճառներով, այլ քանի որ նա ուներ իրական ծրագիր փրկելու երկիրը։ Եվ ամենակարևորը, արդյոք նրանք պատրաստ են շարունակել այն, ինչ Դեմիրճյանը սկսեց։ Այսօր, 35 տարի անց, Դեմիրճյանի թոռները մեծացել են եւ ապրում են արտերկրում։ Նրանք երբեք չճանաչեցին իրենց պապին, բայց նրանք լսել են պատմություններ նրա մասին։ Նրանք լսել են, թե ինչպես նա սիրում էր Հայաստանը, թե ինչպես նա երազում էր դարձնել այն ուժեղ եւ հաջող երկիր, թե ինչպես նա զոհաբերեց իր կյանքը այդ երազանքի համար։ Եվ նրանք հարցնում են իրենց ծնողներին. արդյոք պապիկի երազանքը երբևէ կիրականանա։ Ծնողները չգիտեն, թե ինչ պատասխանել։ Նրանք միայն կարող են հույս ունենալ, որ մի օր, երբ նրանց երեխաները մեծանան, Հայաստանը կլինի այն երկիրը, որի մասին Դեմիրճյանը երազում էր։ Այսօր, 35 տարի անց, Նայիրիտը դեռ փակ է։
Նրա հսկայական շենքերը դատարկ են կանգնած, հիշեցնելով այն ժամանակների մասին, երբ հազարավոր բանվորներ աշխատում էին այնտեղ եւ արտադրում էին արտադրանք, որը վաճառվում էր ամբողջ աշխարհում։ Այսօր, 35 տարի անց, Արմավտոն նույնպես փակ է։ Նրա արտադրական գծերը ժանգոտել են, եւ ոչ ոք չգիտե, թե երբ նրանք կվերսկսեն աշխատել։ Այսօր, 35 տարի անց, հազարավոր հայեր ապրում են արտերկրում, աշխատելով այնտեղ, քանի որ չեն կարող գտնել աշխատանք իրենց հայրենիքում։ Այս ամենը կարող է լինել այլ կերպ, եթե Դեմիրճյանի սև պապկան բացվեր եւ նրա ծրագիրը իրականանար։ Բայց թերևս դեռ ուշ չէ։ Թերևս այն փաստաթղթերը, որոնք Նարեկը պահպանել է, կարող են օգտագործվել որպես հիմք նոր ծրագրի համար։ Թերևս այն գաղափարները, որոնք Դեմիրճյանը ուներ, կարող են վերածնվել նոր սերնդի ձեռքերում։ Թերևս այն երազանքը, որի համար Դեմիրճյանը մեռավ, կարող է դեռ իրականանալ։ Բայց դա պահանջում է քաջություն, դա պահանջում է տեսլական, դա պահանջում է մարդկանց, ովքեր պատրաստ են ռիսկ անել իրենց կյանքով, ինչպես Դեմիրճյանը արեց։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Կարեն Դեմիրճյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։